Շատ լավ, փորձենք հարցերով Արման Պետրոսը։ Ձեզ Պետրոսյան Արման, Ֆրանսիայի կողմնա։ Պարոն նախագահ, չնայած դուք ձեր խոսքին մի ֆուտբոլային տվյալներ բերեցիք, բայց այնուամենայնիվ հարցը սենց ինստիտուցիոնալ է։ Վերջերս մեր ասոցիացիան մի փոքր ուսումնասիրություն է կատարել եւ ըստ մեր տվյալների մեր երկու հանդիպ տեսարողների 97%-ը համարվում Ձեին ներկայացիք, որոնցից եթե չեմ սխալվում 83%-ը մոտ 60 տնտեսվարող, մինչև 110 միլիոն շրջանառություն իրականացնող է։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ ձեր ղեկավարած տարիներին ՈՒՊՄԾ-ի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա բավականին բարձր է եղել, հետո երկիրը ունեցել է հետաճ, հիմա մոտավորապես 34%-ի սահմաններում է։ Հարցս նորից գուցե կրկնվում եմ, բայց կա արդյոք տնտեսական գնահատական հաշվարկ, որտեղ այդ մեծ թիվը, երբ որ դուք ասում եք հարկերի հետ վերադարձի տեսքով, դրական հարկ, բայց վերադարձի տեսքով պիտի լինի, տնտեսության վրա այդ լուրջ ճնշումը ինչ ազդեցություն է ունենալու, այդ մեկ, որտեղ այս հարցը մենք նախորդ երկու ուժերին ենք տվել, հիմա առաջի ուժը այսօրվա ներկայիս իշխանությունները շատ բարձ ասում են ընդունած զմուղարին ընդունված տնտեսական ինստիտուցիոնալ զարգացման դոկտրինի հիման վրա ասում են, որ տնտեսությունը տանում է ավելացված արժեքի հարկի դաշտ։ Այսինքն մոտավորապես այդ 60,000 տնտեսվարողը, եթե հանենք են ամիկրոն, որի շեմը ճիշտ ասած կառավարության ղեկավարը ասեց, որ հավանաբար բարձրացնենք մինչև 40 միլիոն, այսինքն այդ 60,000 տնտեսվարողի գերակշիռ մասը պիտի գնա ԱՎԷ-ի դաշտը, որտեղ շատ լուրջ խնդիր է։ Մյուս ուժը առանց թվային արտահայտությունների օրինակ ասում են մենք 0 ենք անելու, հիմա նույնն ասում, բայց մեխանիզմը ներկայացնելով թվով։ Բայց մեզ ամեն դեպքում դուք ասում եք տեխնիկական հարցեր են դրան, բայց մարտավարական տեսակետից ուզում ենք հասկանալ, ՓՄԶ-ն ուզում է հասկանալ դրա ազդեցությունը ամեն դեպքում տնտեսության վրա, որտեղ դա շատ լուրջ ըստ էության բյուջեի գումար է, ումքերի եկամուտների մասին է խոսքը, հարցս գուցե կրկնվում է, բայց կա արդյոք հաշվարկ եւ դրա ազդեցությունը թե տնտեսության վրա, թե ՊՄԾ-ի վրա, սուբյեկտների վրա։ Երկրորդ հարցս ինստիտուցիոնալ ինչ կառույցներ է ամեն դեպքում ենթադրում, եթե ենթադրվում է, ձեր իշխանության գալու ժամանակ ՊՄԾ-ի հետ համագործակցության խողովակ որպես շատ կարևոր հարց, որը կտա հնարավորություն ՊՄԾ-ին շփվել եւ ունենալ լծակ իրավախնդիրները բարձրաձայնելու, ազդեցություն ունենալու նաեւ կառավարության որոշումներ։ Բայց այդ հարցին ես արդեն պատասխանել եմ, երկրորդ հարցին ամենանդեպս որ պետք է այո վերականգնել կամ անոն ուրիշ զարգանել, կառույցը մի քիչ ուրիշ դնել, բայց վերականգնել այդ նույն մոդելի մեջ մտնել։ Էկոնոմիկայի նախարարությունը չպետք է փորձի ամեն ինչ քաշի իր վրա։ Բիզնեսի հետ հարաբերվելու այդ ֆունկցիոնալի մի մասը պետք է փոխանցել այլ կառույցի։ Սա ընդունված մոդել է, ես նաև նշեցի առևտրային պալատներ եւ այլն, իրենք որոշակի պետական ֆունկցիա պատվիրակվում է իրենց։ Իրենք էլ դրանով ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում, նաև հենց իրենք։ Հիմա ստե ես ամենից հեշտ հարցը դա է։ Ինչ է երկրորդ հարցը։ Հա, այդ երկրորդ հարցը։ Հիմա առաջի հարց։ Նայեք։ Ես կոնկրետ իմ փորձով ոսկերչությունը այն ժամանակ 0 էր, ամբողջությամբ հարկերից ազատեցինք։ Կամ 0 չէր, ինչ որ մի բան կա, ադամանդագործություն ազատեցինք, լրջորեն ազատեցինք հարկերից, բայց հարկային մուտքերը ավելաց։ Հիմա սենց ասենք ստատիկ վիճակում, եթե սենց այդ բանը վերցնես, այդ կտրվածքը, ինչ ասում եք, ճիշտ եք ասում։ Եթե քո քաղաքականությունը բերելով զարգացման, ուրեմն այդ կոմպենսացվելու այդ ճանապարհը։ Դուք հիմա գիտեք ձեր հարցը ավելի շատ, եթե ստե նստած են դեր օրինակ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, այդ հարցը ինքը պիտի տա։ Հիմա ձեզ որպես քաղաքական միավորի տվյալ դեպքում ընտրությունների մասնակցող ղեկավար ասում եք, մենք սա պատրաստ ենք անել եւ պատասխանատվություն կրել հետևանքների համար։
ասում եմ տարապանքը ըստեղ բան է, էլի կներեք բան նախակա Արմանը տենց ներկայացրեց նաև որ հաշվի առնելով որ համարյա բոլոր քաղաքական թիմերում դրա նման բաներ կան, ասում եմ հիմա ոնց հավատանք որ դուք ռեալիստիկ եք, էլի, էսա, եթե թվերով կա բան Խաչատրյանը քանի որ սկզբից էլ բան ձեր ասացի մեջ կան հետեւյալը, չէ՞ որ բա ժամանակ մի քիչ ուրիշ է, հաշվարկը փոխվեց եւ այլ։ Ես կառաջարկեմ օրինակ այն ժամանակ այն doing business ինչ գործակից ուներ Հայաստանը, երբ օրինակ 98 թվականը եւ 4-5 տարի հետո մենք ուր ենք հասել։ Մենք անգամներով լավացել ենք մեր դիրքերը համաշխարհային բանկի գնահատականով։ Երբ որ ասում եք ոչ թե ինչ որ հաշվառման ձևա փոխվել դրա շնորհիվ, պրակտիկ հոլի վրա վիճակը փոխվել էր իր բոլոր թերություններով, բայց doing business-ը որը երրորդն է, ինչ որ 20-ը քանի է, արդեն թվերը չեմ հիշում։ Հիմա եթե մեկը հեռախոս ունի, միանգամից կարա դնի մեր ամենից լավ վարկանիշը երբ ա եղել։ Հիմա եթե եթե ուզում ես տեղալ բան ասես։ Արգելի գործընկերներ, ես հիշեցնում եմ, որ վարկանայի հետ վերադարձի մասին խոսում են փոքր ձեռնարկությունների, ոչ թե փոքր եւ փոքր։ Մն մի քիչ առանձնացնում այլ մասին ենք խոսա։ Մն առանձնացնում ենք, մն հակային հետ վերադարձը վերվում է ըստ առաջնային ոլորտների եւ ըստ աշխարհագրական բաշխման, այսինքն եթե գործունեությունը ծավալում է սահմանամերձ շրջաններում, իր նկատմամբ վերաբերմունքը մի քիչ տարբերակված է լինելու, քան թե Երևանի կենտրոնում։ Հիմա փ-ին անդրադառնանք եւ մի քիչ ավելի Չէ, եթե փ-ինը հարցս մի անգամից շարունակել, այդ դեպքում մեր իրականության մեջ ընդունված ամենատարածված բիզնեսի տրոհման դեմ ոնց են պայքարելի, որտեղ այդ օրենքը մի անգամից դարձնելու է կայտակղիչ մեր բիզնեսին եւ իրանք գնալու են տրոհման, ինչը որ տարիների ընթացքում մենք միշտ նկատել ենք։ Շատ լավ։ Հիմա այս ձեր հարցը կապեմ նախորդ բողոքի հետ, դա որ կառավարությունն ասում է այսօրվա հարկային օրենսդրությունը նենց հա որ փոքրերը չեն ուզում մեծ դառնան եւ դրա համար բոլորին պետքա վերենք ընդհանուր հարկման դաշտ, որ դուրսում են ասում են այ տեսեք տրոհում է բիզնեսը, դա բիզնեսը հարկային պլանավորման են տանում եւ այլն, ասում են եթե կան անբարեխիղճ ձեռնարկատերեր, չես կարող անբարեխիղճ ձեռնարկատերերին պատժելու նպատակով պատժես բոլոր բարեխիղճ սուբյեկտներին։ Դրա համար կա հարկային քաղաքականություն եւ կա հարկային վարչարարություն եւ կա պետական իրավապահ համակարգ։ Քրեական հանցագործությունը, քրեական հանցագործության, չէ, եթե մարդը քրեական հանցագործությունն է գործում դանակով, չես կարող արգելես խանութներում խանութի դանակ վաճառել։ Ոտեստրաբանությունը հետևյալն է, մյուս խնդիրը։ Մենք ամբողջապես թե պլատֆորմանային, չէ, տնտեսության ինդուստրիալիզացիա, ներառյալ նաև պոստինդուստրիալ էլեմենտները, տեղական արտադրողի խրախուսում, արտահանման փոխարինում, գնման գործընթացներում տեղական արտադրողներին աջակցություն։ Այդ ամեն ինչը բերում է նրան, որ տնտեսությունը աճում է եւ հարկային մուտքերը ավելանալու են։ Այսինքն մենք մենակ բալանսի այս մյուս կողմի մասին չենք խոսում, որ այդ 5%-ը, որը փոքր ձեռնարկությունները գեներացնում է իրանց որտակ կամ մնացածը, այդ ամբողջ կոնկրետ քաղաքականության արդյունքում նաև հարկային մուտքերն են ավելանում։ Ես միգուցե մեկ օրինակ բերեմ, նայ, օրինակ, ուղղակի ձեզ համար նաև մեր ժողովրդի համար պարզ է։ Օրինակ ընտանեկան նպաստ։ Մցրել ենք ընտանեկան նպաստ, այն արտոնությունները բանանել ենք, համարել ենք, որ ընտանիքը պետք է գնահատվի, որտեղ ընտանիքում կարող է ընտանիք շատ մի հարուստ կա, բայց արտոնությունը հասցեագրված չէ, սենց ասեմ։ Շեմին գտնվող անձը կամ շեմից օրինակ ընդամենը այդ ընտանիքը օրինակ 5000 դրամ ավել կամ 2000 դրամ ավել ստացող այդ ընտանեկան նպաստից դուրս է ստանում։ Մոտիվացիան մեծ էր, որ այդ սահմանային գոտում գտնվող մարդիկ ինչ որ թղթեր, բաներ ցույց տա, որ ինքը մի կողմունի գյուղ կամ երկու կողմունի ցույց չտալով մտնի ընտանեկան նպաստի տակ։ Պրոբլեմա։ Բայց դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը պետք է ջնջենք։ Բայց հակառակը պետք է ընդունես, որ ինչ անում ես որոշակի լուֆտ, այսպես որոշակի դելտա,
նման կարգի խախտումների մնալու է, բայց այդ դելտայի պատճառով դու չպետք է ամբողջ համակարգը ավիրես, այս չի լինում։ Եվ բոլոր ինչի մասին խոսես միշտ այդ շեմը լինելու է, որ ասելով ես լավ, օրինակ 110 շրջանառություն։ Մեկինը դարավ 112։ Փորձելով է թաքցնայով փորձելով։ Պետք է հանգիստ նայել դրան։ Բայց շատ Այդ շեմը միշտ է գոյություն ունենալու է Ժորժ ջան։ Այդ առումով մենք պետք է մենք հաշվապահ չի սա։ Կոնկրետ կյանքա, կոնկրետ մարդկանցով, կոնկրետ բիզնեսներով եւ կոնկրետ ճակատագրերով։ շատ բան Ես մի օրինակ բերեմ, կներեք, օրինակ հարցերի լուծման տեսանկյունից զուտ նայում եք իմպորտի փոխարինը։ Ասում եմ Մաքսայելին բերեք ինչն անդերմոցում, օրինակ նույն ձևի կամ թշնամսի հարց։ Այդ ոլորտի մասնագետների հետ նստել քննարկել։ Ասել են ձեզ ինչ է պետք եւ ինչքան ժամանակ է պետք այս հարցը ամբողջությամբ, օրինակ ձվականակը եւ այլն ամբողջությամբ Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը եւ ոչ կախված չունենալ։ Ինձ ասել են կոնկրետ ժամկետ են ֆիքսել եւ կոնկրետ ասել են ինչ է պետք։ Պետությունը իր մասով ամեն ինչ արել ենք, իրենք էլ իրենց մասով ամեն ինչ արել են։ Ուղիղ 12 ամիս հետո մենք այլևս չենք ներմուծում այս հավքիթի մասով եւ թռչնամիսը արդեն մի 3 տարում եւս ավելի մեծ իներցիան ավելի մեծ է։ Հիմա ինչի համար եմ սա ասում։ Դուք չեք գտնի մի պետություն, որը մի ոլորտում լուրջ դիրքավորված է նաեւ միջազգային առևտրում եւ ժամանակին պետությունը որոշակի դերակատարություն չի ունեցել այդ ոլորտի զարգացման համար։ Չկա այդ օրինակներ, չեք գտնել։ շատ լավ, պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ պարզապես հիմա ուզում են հարցեր տան, պարոն Մինասյան, եթե կարճ արձագանք Կարճելի, եթե կարելի է։ որտեղ տենց մարզային բաներ։ Բայց կանոնավոր խզմունքային նշանակություն ունի, տեսեք, մենք ինչ ենք ասում հետ վերադարձ, չենք ասում 0։ Էությունը 0, այսինքն ազատում ենք, բայց շրջանառությունը, որպեսզի կարողանանք վերահսկենք հենց մեծերի մասով կամ արհեստական տրոհումների մասով, դրա համար եք ասում հետ վերադարձ։ Նախ հարկերի մշակույթը, հարկման մշակույթը չկորցնելու, երկրորդը փոխկապված անձանց ինստիտուտը լիարժեք պետք է աշխատի, որպեսզի կարողանանք բացառենք այդ դեպքերը կամ առնվազն նվազագույնի հասցնենք։ Պարոն նախագահ նշեց, որ առանձին դեպքեր կարող է լինել, բայց դա չպետք է ընդհանուր նպատակի խանգարի։ Եվ ի վերջո մի կարևոր բան, մեր նպատակը ո՞րն է։ Դե փոքրին տալ հնարավորություն, որ դեպի զարգացումը մտած, ոչ թե խեղդենք։ Բյուջեի ընդամենը 10-15% մուտքերի մասով ենք մենք մտածում, սրա էֆեկտը 3 անգամ ավելին է լինելու, քան թե մենք այս գլխից վերցնում ենք իր սնուցման հիմնական աղբյուրը։ Շատ լավ, լսենք մյուսներին։ Դուք պետք է պաշտպանեք մեզ։ Արժեք մի րոպե այնուամենայնիվ նայեք, սա ես մեկը այս հարցին վերաբերալ երևի ստիպացան մի քանի անգամ անդրադարձ ունենա։ Ես նախագահ եմ եղել։ Շատ անկեղծ ասեմ, բյուջեի մասին հեչ չեմ մտածել։ Մտածել եմ հանայի մասին։ Ասել եմ կա կառավարություն, թող մտածի բյուջեի մասին։ Որովհետև կառավարությունը մենակ մտածում է բյուջեի մասին։ Բյուջեն լցնի, որովհետև տեղից պիտի ծախսերանի եւ այլ։ Ես բյուջեն չէի հարցնում վարչապետներից։ Ինձ հետաքրքրում էր հանա։ Ինչ անել, որ հնան մեծանա։ Ինքը ավտոմատ հնայի մեծությունը ինքը բերելու է բյուջեի կատարմանը։ Կառավարությունը մտածում է, թող մտածի բյուջեի մասին, ֆինանսների նախարարը թող գիշեր ցերեկ մտածի բյուջեի մասին, ես պիտի մտածեմ հնայի զարգացման մասին։ Հիմա այդ սա մեկ կառավարության այդ խնդրեմ ունի։ Կառավարությունը որովհետև ամեն ամիս պիտի ծախսերանի ինքը իսկապես եթե ինքը չկարողացավ դրանից մի քիչ լայն նայի process-ին, ինքը բերելով ինքը հանդարտ մտածելով հարկը ավելացնել, որ բյուջեի մուտքեր ավելանա, պարտիա օճառը շալտա, մի ուրիշ բան անեմ, մի ուրիշ ծախս անեմ, ընտրություն ա գալիս, միջև ընտրությունը էս ասֆալտ անեմ, մյուս անեմ, պարտքեր անեմ, էտա։ Լավ, բայց եկեք հերթով գնանք խորհրդի անդամների արտակ հետո անին։ Տեսեք, երբ ՊՎԶ-ից ենք խոսում, հիմնականում միանգամից բոլոր ուժերը խոսում են անկային ռեժիմից, բայց
իրականում ես որպես արտադրող դից հարկերից մեկ շատ չենք ներվում, որ այդ մի 40%-ը իրականում շատ բեռ չի գալիս փոքրին միջինի վրա։ Մեզ հիմնական կոնկրետ հետաքրքրում է այդ միջոցառումները, որով նախատեսում է այն ուժը, որ պետք է գա իշխանության, կոնկրետ ինչ պետք է անի, որտեղ դուք նշեցիք այդ մարզերի հետ կապված չէ, արտոնություններ, այդ կարծում եմ ամենամեծ շարիկներից մեկն է, որովհետև հիմնական տենդերները իրանք են տանում հենց այդ կապված այդ արտոնության հետ, քանի որ ազատված է հարկերից, այսինքն այստեղ մենք ուզում ենք հասկանալ կարծում կար ճիշտ պատկերացումներ, նույն այդ արտոնությունները, որ հետո չդառնա մնացածի վրա չարիք, որտեղ մեծ հաշվով հարկային այդպես բերից շատ չենք ներվում, էլի մենք ամերիկան մենք ներվում ենք այդ պլատֆորմ, այո, մենք չունենք պլատֆորմներ, որտեղ շարած իրացնենք այդ ապրանքը ու Արտականը չմասներ այդ բողոքանցը։ չէ, տեսեք, որպես արտադրող ես այդքան հարկային բերից չեմ ներում, որտեղ մինչև 3% կարողանում եմ միջացնել հարկային բերը։ Բայց ես խնդիր ունեմ իրացման, այսինքն ինչ պլատֆորմներ եք տալու, որ մենք կարողանանք զարգանալ, թե զարգացում։ Պարմենասյան, օրինակը որ ասում է, օրինակ տեքստիլի ձեզ հայտնի անունը չասեմ, սահմանամերձ որ կա, չէ։ Ինքը նույն գնման մրցույթում արտակի ֆիրմայի հետ եթե մասնակցում է, այդտեղ ինքը արդեն առավել է։ Ասած այնա, որ եթե արտադրողականության արդյունաբերության ազատականացում մարզերում համարյա արծելի նույնն է, էլի, հաշվարկ ունեք, որ ճիշտ է այնտեղ անել, թե բան անել, էլի։ Ես արումները պետք է նպաստի, չէ՞, այս զարգացման։ Ու մյուսը արտադրողների դեպքում իրականում ամենալուրջ խնդիրը սկսնակների համար դա տարածքն է, հումքն է, ֆինանսական ռեսուրսներն է, ու բան նախագահը նշեց նախկինում այդ արտահանման գործակալությունը, որը այսօր ցավոք դա չկա, էլի, այսինքն մենք էժան փող էինք բերում, օրինակ համաշխարհային բանկի հետ ծրագրեր էինք իրականացնում, շատ ցածր տոկոսով գումարներ էինք բերում եւ այդ գումարները հատուկ բերում էինք փոքր միջին բիզնեսի զարգացման համար։ Վարկային ծրագրեր էինք իրականացնում։ То есть ձեր հոգսերը թեթևացնելու երկու ճանապարհ կա։ Կամ հարկերը պետք է իջնի, կամ էժան փող պետք է ունենաս, որը հնարավորություն քեզ կտա բիզնես կառուցել։ Հիմա դուք ասում եք նաև ձեր արտադրանքի սպառումը։ Չէ՞ սպառման մասին եք խոսում։ Իմ ասելիքը հիմնական որ պետությունը պետք է պլատֆորմներ ստեղծի, որոշակի միջոցներ, որ այդ միջոցներով կարողանա արտադրողը կամ, չգիտեմ, ով որ գործունեություն է ծառայում, ինքը կարողանա իր ապրանքը իրացնի, սպառի, չգիտեմ, արտահանի։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ այդ միջոցառումները, որովհետև էլ եմ ասում, այդ հարկային բեռը մեծ հաշվով շատ արտադրողի համար ծանր չի։ Լավ, մեր ծրագրից կհանենք հարկային բեռը թեթևից։ Չէ, արտադրողների փոքր։ Հասկացա։ Հիմա նա է զուտ հարկային արտոնությունը իմ համոզմունքով հարկային արտոնությունը պետք է լինի ոլորտային։ Եթե նույն ոլորտի մեջ մեկ սուբյեկտին տալիս ես արտոնություն, մեկին չես տալիս, ինքը անարդար մրցակցություն մտցնում անկասկած։ Եթե խոսքը գնում է սահմանամերձ շրջանների մասին, պրոբլեման է, որ գնալու է ընդ գարանտի իր ֆիրման չէ, սա դեմ առնելը ամենից հեշտ բան։ Եթե ցանկությունը կա դեմ առնելու, եթե վարչարարական մեխանիզմներ դու ունես, եթե ունես։ Հիմա պետությունը միշտ երկու բանի առաջ է կանգնած։ Իր տարածքային զարգացումը ոնց ապահովի։ Հիմա մենք հետևյալը ասենք, մենք ուզում ենք քաղաք պետություն ունենալ, ամեն ինչ գնում է դրա։ Օրինակ շինարարության այս ծավալները Երևանում ինքը ավտոմատ բերում է քաղաք պետության ձևավորմանը։ Հիմա մենք հասկանում ենք փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ անվտանգությունից խոսալը երևի ճիշտ չի, բայց այսպես ասենք, եթե երկիրը այնպիսի վիճակում հայտնվի, որ դու մի օրում կարաս ամեն ինչ կորցնես, երևի դա զզել պիտի ուզի։ Ուրեմն պետության ֆունկցիան միշտ հետևյալի մեջ է, ինքը այդ ճիշտ բալանսը կարողանում է գտնել։ Ես հասկանում եմ, որ ամենից վատ բանը ձեզ համար անարդար մրցակցությունն է։ Հիմա ինչ վերաբերում է ձեր արտադրանքի օրինակ արտահանմանը, ես հենց իմ նախաբանը մեզ դա եմ ասել, որ իտալական փորձը այո, ստեղծում են գործակալություններ, որը փոքր բիզնեսների ապրանքը, բայց ընդ ուրիշ ձև է աշխատում, նայեք, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, նա չի ասում, այ ինչ արտադրել ես բեր ես տան։ Եթե դուք օրինակ մեբել եք սարքում փոքր ձեռնարկությունը, ինքը ասում է, ինքը ձեզ դիզայն է տալիս, ինքը ինչ որ պարամետրեր է տալիս, ասում է, դու սա արտադրես, ես քո արտադրանքը վերցնում եմ, տանելու եմ, ծախելու եմ, փողը քեզ եմ տալիս։
То есть բաների արտադրություն կարող է բազմաթիվ բաներ արտադրողներ լինեն, բայց որոշակի ստանդարտներ ինքը քեզ տալիս է, եթե դու տեղավորում ես ինքը ապրանք տանում։ Այսպես է աշխատում բանը, բայց պետությունը այստեղ այո, պետությունը դերակատարություն ունի եւ այդ փորձը դրսում կա։ Եվ մենք ուզում ենք սա կերարենք, ես այդ չեմ ասում։ Բայց ձեր հարցի լուծումը այս տարբերակ ինչ ոլորտում եք դուք, ինչ եք Տեքստիլ։ Ես տեքստիլ ոլորտում եմ, բայց այդ միջոցառումներն այդ արտոնությունները նաև չարիք են դառնում։ Դրա համար մենք ակնկալում ենք որոշակի հստակ քայլեր, որ դուք ձեր նախընտրական ծրագրով տակ, որ մենք կարողանանք կարդալ այդ ամսը, ոնց որ կամ հակադարձել, կամ համաձայնել, Կամ գնահատել ռեալիստիկա թե չէ։ Որտեղ ընդհանուր որպես խոսում եք բիզնեսը կաճի, բան, մի տեսակցություն ավելի շատ կենացային է, քան հստակ ինքը քայլերի հաջորդականություն չկա։ Դրա հարցը։ Նայ, դուք չեք գտնելու որևէ ծրագիր, որևէ տեղ, դուք գտեք մի երկիր, որտեղ այդ ձեր ասած այդ կենացային մասը չկա։ Այ հակառակ դեպքում եթե դուք այդ հաշվարկներ եք ուզում, հետո ասելով եք այդ приложение-ի ձևով այդ հաշվարկները դրեք, ծրագիրը դառնալով առնվազն մի 150, չգիտեմ, մի քանի հատոր ծրագիր պետք է կազմեք, չի լինում, դուք այսպես ասենք, մի պահ ձեզ դրեք մեր տեղը։ Ծրագիրը պետք է ողջամիտ ծավալ ունենա, պետք է ընթերցման տեսանկյունից հեշտ լինի եւ հասկանալի լինի ընթերցը։ Դուք հիմա փորձագիտական բան եք ուզում մեզանից, ծրագրում գրելու որևէ նախընտրական տրամաբանության մեջ դա չի տեղավոր։ Այդ նույնն է, որ դուք օրինակ արտադրում եք տեքստիլ, ես ձեզ ասեմ մետալուրգիայով զբաղվել։ Սրանց չկա, ասելու եք Չատարա, չգիտեմ ինչա եւ այլն։ Դրա համար նման կարգի հանդիպումներ են լինում, որոնց ժամանակ այդ շփման արդյունքում որոշակի վստահություն է ձևավորում կամ հակառակը։ Հետո դուք պետք է նայեք, ասողը ով է։ Այս մարդը իր խոսքի տերն է թե չէ, իր անցած ճանապարհով ինքը ցույց է տվել, որ ի վիճակի է անել, թե ի վիճակի չի։ Ինքը իր խոսքի արժեքը գիտի թե չգիտի։ Եվ ընտրությունների ձայն տալը, ասենց ասեմ, 70% էմոցիան է։ Եվ դուք հաշվի առեք հետևյալը, բոլոր քաղաքական միավորները, որոնք մասնակցում են, այդքան հասկանում են, քաղաքականությամբ են զբաղվում, արտադրությամբ չեն զբաղվում։ Եվ աշխատում են շատ տարբեր եւ նորական ծրագրերով փոքր երկեն փոքր բիզնեսներով ֆաջակցելու։ Լուրջ խնդիր ունենք հայտնվելու սպառողի աչքի առաջ։ Դա նշանակում է սուպերմարկետների տարածքների վրա։ Մի ահռելի օլիգարխային չասեմ, խեղբող խոչընդոտներ են թվում հայ արտադրողի դիմաց, որպեսզի ինքը հայտնվի հայտնի սուպերմարկետների ցանցում։ Դուք դրա մասին դեղյակ չեք, չգիտեմ, բայց շատ լուրջ խնդիր է։ Եվ ես հավատում եմ, դա հանելու համար նախ պետք է փոքր արտադրողը կայանա իր երկրում։ Այսինքն պետք է ինքը իր երկրում հզորանա եւ նոր մտածել ինչպես արտահանել։ Էսի շատ լուրջ խնդիր է, որովհետեւ երկրորդ լուրջ խնդիրը ես եվրոպացի շատ եմ գնում, շփաթ գիրագի ոչ մեծ ցանց բաց չէ։ Բոլորը կողմի փոքր բուտկաներու կամ փոքր խանութներու արևտուր։ Այսինքն սուպերմարկետները արդեն այնքան են հզորանում այդ 4 անունները, որ անցյալ ես փոքր արտադրող եմ, վախեցնում էին պետական մակարդակով, որ իրեն թիրացրում են դառնում։ Եւ ոչ մեկ ցեր չկա իրենց Սահմանափակ։ իրենց սանձերով։ Հարցը դա է։ Հարցը հասկացա։ Ես հարցը հասկացա, նայեք, միայն արտադրողի համար չի դա խնդիր։ Ես կարող եմ այդ նույն խնդիրը ասեմ ներմուծողի համար։ Օրինակ, ինչ որ մի ապրանքան տեսակ, ներմուծողը սկսում է փոքր քանակով բերել, պայմանավորում է ցանցերում, դնում են եւ այդ մեծ ցանցի տերերը իրենք տեսնում են, որ ապրանքն է լավ ծախվում, որ ապրանքն է վատ վաճառվում։ Իրենք ինչ են անում, հենց տեսնում են մի ապրանք սկսում է լավ վաճառվել, ինքը սկսում է ինքն է կապվում ավելի լավ պայմաններով գնում այդ ապրանքը բերում է եւ դուրս է շպրտում։ Սա խոշոր համակարգի բանն է, իր այդ գիշատիչի կեցվածքն է։ Հիմա մենք նույնը կարող ենք ասել, օրինակ բան ոլորտում, մեսենջերների ոլորտում, օրինակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,
Պրոբլեմը կա եւ ես ընդունում եմ որ պետությունը պետք է ողջամիտ ճանապարհ գտնի փոքրին պաշտպանելու համար։ Հիմա սա ես ընդունում եմ։ Մեխանիզմը ինչպես։ Հիմա երկու մեխանիզմ։ Մեկը ասում ենք ամենից པարզ ձեզ համար կարող ամենից པարզ մեխանիզմը լինի հետեւյալը։ Արգելեք սուպերմարկետներին այս կամ այն քայլը անել։ Եվս ճանապարհը։ Բայց մեծ կոռուպցիոն բան ունի գործակիցությունն է։ Ով է ստուգելու, ոնց է ստուգելու, հիմա դուք ասելու եք իմ ապրանքը տարավ հետևի պոկայի վրա դրեց, մի ուրիշ ապրանք բերեց, տեղ դրեց։ Սա իդեալական լուծում չունի։ Սա այն լուծումն է, այն քայլերն է, որոնք պետք է անել, ուղղակի, ասենց ասեմ, ավելի քիչ կամ նվազ կորուստ ունենալու ճանապարհով։ Ուրիշ ուղղակի տարբերակ չկա։ Հետևողական լինելու մեխանիզմները մեր օրենքներում բացակայում են։ Այսինքն օրենքը հենում է, շատ սիրուն օրենք է, բայց հետևողականությունը, որ դա կատարվում է, դրա մեխանիզմն է բացակայում։ Այս բան նախագահորինակ Ես այս հարցը ձեզ կտամ, օրինակ, դուք ոնց եք տեսնում, ձեզ համար ո՞րն է ավելի հարմար, եթե դուք արտադրում եք այդ ապրանքը, չեք կարող կամ չեք վստահում, որ այդ ցանցերը ճիշտ վերաբերմունք են ցուցաբերում, որ դուք հնարավորություն ունենաք գնային առումով ավելի մրցունակ լինել, թե ավելի ճիշտ է այդ ցանցերին ճնշելով, ստուգելով, ստիպել, որ իրենք ձեզ ավելի լավ վերաբերում են։ Որն է ձեր կարծիքով ավելի հարմար օրինակ առնվազն երկրի տեսակ երկուսն էլ ու առնվազն երկրի Ես հասկանում եմ, որ երկուսը միշտ մեկից ավելի լավ է, բայց ինձ հասկացաք ես ինչի համար եմ դարձնա։ Ուրեմն եթե ոլորտը, գերակա ոլորտը ճանաչում օրինակ պետությունը, Մի հանդեպ մեխանիզմ մտքովս անցելա, օրինակ ներմուծված ապրանքները, ես չեմ բարում ձիրանի չիր արտադրողեմ, մրցակցեմ Թուրքիայից ներմուծված ձիրանի չրի քնի հետ։ Ուրեմն եթե ներմուծված է, թող ինձ ավելի հարկոճան։ Որովհետեւ իմսը ավելի հարմար հիմա ուրիշ դասակ գնացիր այդ արդեն բայց պետության դասական մեխանիզմը մաքսատուրքն է։ այո Պետությունը ունի դասական մեխանիզմ, մաքսատուրքերը կարող է ռոտացիա պետք է։ Ինքը ինչ կարող է անել պետությունը։ Մի րոպե ինչ կարող է անել պետությունը։ Եթե օրինակ նայում է եւ գնահատում է, որ Թուրքիայում գյուղատնտեսությունը շատ ավելի մեծ սուբսիդավորման մակարդակ ունի, քան Հայաստանում, ուրեմն անարդար մրցակցություն է։ Ուրեմն Թուրքիայից ներմուծված այդ ապրանքի վրա մաքսատուրք պետք է դնի ոչ թե 10%, օրինակ 20% կամ 25%։ Մեխանիզմները կան, սա խնդրեմ չի այդ հարցի լուծումը։ Ուղղակի պետք է այդ կապը լինի ձեր հետ։ Եվ միգուցե ձեր եւ պետական մարմինների արանքում պետք է այն մարմինը լինի, որը այս ամենը կանոնակարգի է։ Ինձ հասկացաք, միակ ձևը սա է։ Բայց ես ընդունում եմ, հիմա Եվրոմիությունը նույնն է։ Եվրոմիությունը հիմա չինական ապրանքների ձեռին կրակի մեջ անգել, չգիտե ինչ է։ Փորձում է սուբսիդավորումը մակարդակը գնահատել, օրինակ ավտոմեքենաների արտադրության վրա։ Բայց ուշացել է, քանի որ չինացի այդ մեծ ծավալի հաշվին առաջ են ընկել, հիմա սուբսիդավորումը հանում է այդ մասշտաբի էֆեկտը գործում, բայց ճանապարհը սա է։ Ուրեմն փորձենք միշտ այդ։ Բայց սա ինչ է ուզում, նայեք, սա ուզում է հետևողական աշխատանք, սա ուզում է պրոֆեսիոնալիզմ, սա ուզում է որ այդ պետական համակարգի այդ աշխատողները ոչ թե քաղաքական գործիչներ լինեն։ Բլա շատ չլինի, այլ պետք է պրոֆեսիոնալ մարդիկ լինեն, այդ համակարգը պետք է աշխատի։ Որ խնդրեմ դու փոխանցի Մեխակին Ապրեսյան Անուշն այնտեղ Անուշ խոսեք կտակ Սերգեյին հետո։ Անուշ Մինջանյան, կապելության օրենքներն շարժվան, հիմա տնտեսարու։ Անուշ մոտիկ վայր։ Առաջարկեցինք, որ ընդդիմությունը չմոտենան, որովհետև ցուցարարներ չպրոստիկաներն էին, ինչքան է ճիշտ առիթ տալ ֆիզիկական կամ ինչ-որ ուժի։ Մենք տարանք այդ հարցը օրինական դաշտ, որտեղ ցավոք սրտի ընդդիմությունը պատգամավորները չմիացան։ Այս այդ հարցում։ Մեր եւ պետության մեջ կարծում եմ անպայման անկախ օղակա պետք այս ացուցեցեն արդեն վաղուց ապացուցել է, որ զբաղվում է բոլորիս հարցերով համաձայն։ Կարծում եմ ճիշտ կլինի նորի փոխարեն ուղղակի լծակներ, ուշադրություն եւ իրավունքներ տալ։ Ասոցիացիայի նորից բացել են ծրագրերը, որոնք չէ որ բոլոր սկսնակ փոքր բիզնեսով զբաղվողները ուզում են հասկանալ ինչի կարիք կա։ Շուկան ուսումնասիրելը հեշտ չի։
ասոցիացիան գիտեք ինչքան ժամանակվանից է, քանի տարի է դա անում, այսինքն բոլոր ինֆորմացիան, որը ինչ արդյունքի է եզրահանգելու ասոցիացիան ունի նա օգնում է մեզ ուղղություն ա տալի եւ վերջապես չեմ կարծում որ գործող ղեկավարներ այնքան ժամանակ ունեն որ ՀՄԶ-ի հետ հակահանդիպեն Հարցը Նուրի ջան էսա Քիչ պիտի հանդիպեն։ Ես տարին 2 անգամ հանդիպում եմ։ Որտե բանա պրեգիսետեր։ Այդ բանը կա։ Տարին 2 անգամ ֆերմերների հետ է, փոքր ֆերմերների հետ պարտադիր հանդիպում է ու այն ժամանակ շարժումը սկսվեց ֆերմերական։ Չի եղել միջել։ ասեցիք կվերադառնանք 5%-ից, պարոն Քոչարյան, ես ձեզ ասեմ, որ ՓՄԶ-ն արդեն կքած վարկերի տակ, երբ որ բերեցին 5%։ Տարբերությունը ինչու՞մն է, 5%-ի ժամանակ արենդան եւ աշխատավարձը աշխատողի չէր հանվում, 10%-ը հիմա հանվում է, գրեթե ֆինանսական առումով մոտիկ է, բայց մտցրել են գույքագրում ՀՄԶ-ի համար, որը խայտարակ հարկային բեռ է։ Ֆինանսական բեռ է։ Խնդիրը, մենք անհանգստանում ենք ամենօրը չմտնեն։ Այդ գույքագրումը ՀՄԶ-ի հետ ընդհանրապես պետք է կապ չունենար, ոնց որ առաջ։ Հիմա մտցրել են Մի քիչ լավ չհասկացա այդ ինչ է, մի հատ բարձրացնում եք, դե բաց։ Տրամաբանություն խախտվել է, բան այսինքն շրջանառության հարկը ինչ էր, ասում էր պետությանը շրջանառությունը մի խափի, շրջանառությունը անգամ տոկոս ու վերջ, կոմոդ հարկային էլ գաս ստուգելու բան չունի, լիազորություն չունի այլ բան։ Հիմա այդ 24 միլիոնից ավել շրջանառություն ունեցողների մոտ ցանկացած պայի կարա մտնի, անկախ նրանից ինքը հարկը նվազեցրել է թե չէ, ասես գրիչ որ վաճառում է սրա թուղթը որտեղից քեզ էլի։ Այսինքն պետքա գույքագրում անել Ասենք եկողի ձեզ սուաղանք հետ վերածնեմ, վերածած ես դրանցած չգնեմ, կամ ես ում հաշվին դա պիտի անեմ։ Հիմա ես զբաղվեմ առևտրով, թե 7 աշխատող պահել, դուք հասկանում եք ՀՄԶ-ի համար մի հատ պահեստ ունենա, մի հատ հաշվող պահեստ, մի հատ հաշվապահ, որ առողջանց իրիկուն իր ամեն վաճառքով զբաղվի։ Դա մտցրել է դուրաբաց է, միջանցքի դուրաբաց է, դեպի ՆԴՍ, ստուգանելու, ստուգվելու։ Հիմա այս պահին չեն օգտագործում, որովհետև դեմ ընտրություններ է։ Էլ ինչ կարելի լինի ընտրություններից հետո ես ուղղակի անհանգստանում եմ։ Եվ հիմա հարցս։ Ես արդեն հասկացա ինչ կլինի, երբ որ դուք լինեք գերիշխող ուժը։ Իսկ եթե նայենք երկրորդ տարբերակը որպես ընդդիմադիր։ Պատրաստ է ձեր ուժը մյուս ուժերի հետ միանա ՀՄԶ-ի շահերը պաշտպանելու համար, թե մեր հայկական վատ են անձնական ամբիցիաներ ունեցող, որ թողի կգա ինձ միանա, թողի ինձ դիմի, թե դա կլինի կշարունակվի, ոնց եք կարծում, կկարողանաք կազմակերպել այդպես։ Հասկացա։ Նայեք, կտես բանին Նուրի ջան, ակարան ձեր հարցը քաղաքական հարց է, երկրորդը, բայց դուք հնչեցրել եք մի ճիշտ շատ թեմա։ Ես հենց իմ ելույթների ժամանակ կամ այլ հարցերի պատասխանելու ժամանակ ասում եմ հետևյալը, որ դուք հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնեք։ Դուք չպետք է ճանաչեք, թե դա ով է, ինչ է, ինչով է զբաղվում։ Եվ երբ խոսում եք այդ հարկային կաբինետի մասին, խոսքը դրա մասին։ Ձեզանից ինչքան էլ փող բերեմ, իրենց հարած ծախսը այդ փող բերելու ավելի մեծ լինելու, քան ձեզանից փոքր բիզնեսից բերած փողը։ Եվ ես ավելի sense չպիտի երևի կամերաների տակ անկեղծ ասեմ, բայց ասում եմ մարդ որ բիզնես է ստեղծում, հատկապես այդ փողը, բան, մոռացեք որ ինքը կա։ Մի տարուկես մոռացեք որ вообще կա այդ բիզնես։ Ոյ այդպես է ասում, դու ոտի կան։ Դուք մի բան արեք, համարեք որ դուք եք ինչ որ մի բան եք բացել եւ դուք պատկերացրել եք ինչ դժվարություններով մարդկանց։ Իմ մոտեցումը սա է։ Ես նույնիսկ այդ տեսանկյունից կառաջարկեի այս օրենսդրով են գրել մարդ որ ինչ որ բիզնեսը բացել է, գրանցել է, սկսել աշխատել, այդ մարդը ինչ որ մի ժամանակ sense իր այդ grace period կոչեցյալը դուր, вообще գործ չունես դրա հետ։ Երևի ամենից ճիշտը դա է, որ հանգիստ որ դե ֆակտո այդպես էին անում։ Դե ֆակտո հակառակ դեպքում չի կայանա։ Հիմա ինչ վերաբերում է ընտրություններից հետո մենք հենց առաջի երբ որ ընտրություններից սկսեցին խոսալ, առաջի օրերից մենք ասում ենք հետևյալը, որ այն ուժը, որը առավելագույն ձայները հավաքի խորհրդարանում, վարչապետ առաջադրելու իրավունք ունի, դա իր իրավունքն է։ Ինքը վաստակել է այդ իրավունքը իր ժողովրդի ձայներով։ Այստեղ խնդիր չկա եւ ես կարծում եմ ամենից ճիշտ մոդելը Հայաստանի համար, ընդհանրապես խորհրդարանական երկրների համար ունենալ կոալիցիոն կառավարություններ։ Սա նշանակում է, որ
տարբեր սոցիալական շերտերի շահերը ավելի են հաշվի առնելու քննարկումների ժամ։ Մեր մոտ մի խնդիր կատարվեց, երևի դուք էլ եք նկատում, բայց ես փորձեմ sense դիագնոստիկա անել հետևյալի վերաբերյալ։ Մեր մոտ դասական խորհրդարանական ընտրությունների պես չի։ Մեր մոտ ընտրությունները խորհրդարանական են, բայց խոսույթը նախագահական ընտրությունների խոսույթ է, նախագահական համակարգ։ Չեք նկատել, չեք տեսնում սա։ Ոնց որ սենց էլի պրիզը մեկնաստանո կոպիտացած։ Որտեղ լիազորություններն էլ է, էլի, Չէ, որտեղ նախագահ լիազորությունները, սահմանադրական բարեփոխումները, ոնց որ արվել է նրա համար, որ անցնենք խորհրդարանական համակարգի, ըստ էության անցել ենք անուններով խորհրդարանական համակարգի, բայց տրամաբանությունը ամբողջությամբ դրել է նախագահական, որ ամբողջ ուժը կենտրոնանում է մեկ անձի, մեկ միավորի տակ։ Եվ սրանից այս խոսակցությունը սրանից է գալիս։ Արևելյան Եվրոպայում այսպիսի խոսակցություն չէր կարող լինել։ Որովհետև ամեն մի քաղաքական ուժ թիրախավորում է որոշակի սոցիալական շերտ եւ այդ սոցիալական շերտի շահերն է փորձում առաջ բերել։ Դրա համար ճիշտ է այդ սահմանադրականը չկոչել բարեփոխում։ Ինձ հասկացաք, չէ՞, դա հիմա մենք խոսում ենք ամբողջ այս process-ում խոսույթը նախագահական ընտրությունների խոսույթ է։ Ոչ միայն քաղաքական ժողովրդի կողմից, այլ նաև մասնակից քաղաքական միավորների կողմից։ Բոլորը խոսում են ամբողջությամբ վերցնենք ամբողջությամբ, որովհետև այս սուպեր վարչապետության այդ մոդելը նաև այս վերջի մի քանի տարվա օրինակ այս մոդելի կիրառումը վերում է նրան, որ մեկ մարդը ըստ էության ավելի շատ լիազորություն ունի, քան իմ ժամանակ նախագահ։ Իրականում այդպես է, եթե լիազորություններն նայում ես։ Շատ է։ Բայց ես հասկանալի է, չէ՞ այդ բանը, Այսինքն սա խնդրահարույց է, սա պետք է փոխել։ Հակառակ դեպքում, ասենք ասենք, հաջորդ օր դառնա վարչապետ, եթե այդ համակարգը չփոխի, ինքը նույնն է դառնալու։ Ինքը ուզենալով է գա, միգուցե իր դաստիարակությունից կախված լինելու, ինքը SMS-ով ազատելու ԲԴԽ-ի նախագահին, թե կանչելու այդ խոսի, ասի դիմը գրի։ Տարբերությունը դրա մեջ է լինելու։ Կներեք, պարոն նախագահ, մարզերից եկած մեր գործընկերները հարցերը կարողանան գոնե հնչեցնեն, որոնք ուղղված են նախագահին, հա, այդ հարցերը։ Կարեն Ավագյան, հետո Մեխակ Ապրեսյան, հետո այդ կտակ Սերգեյն էլ։ Կարենը մեր մասնաճյուղի հատանորեն խնդրեցի։ Պարոն նախագահ, ես գին գործարարներից եմ, որը եղել է 96 տարից է գործել շուկա, հետո ծեր ներդրած մարդուց համագործի շնորհիվ նաև արդեն գնացել եմ օրինականացին գործունեությունը, սկսել եմ Հագերմուտը։ Այն գործարարներից է, որը երբևէ կերավիճակի չի ստացել, ուստի չեմ ուզում ընդհանրապես որևէ վերադարձի մասին, հայերի վերադարձի մասին կետը դառնալ խորհրդային կետ, ավելի ճիշտ կլինի ոչ տաղզեր, ոչ էլ տաղը, տայի կաս տաղզական համար, բայց մի այլ կետ կա, որը նախորդ մեր հանդիման ժամանակ պարոն Ղարաբեզյանին ուղղեցինք, մենք ուզում ենք հարգիր տալ, 0% հարգով չենք ուզում աշխատել, ինչին ամենի, որ մեր ձայնը բաց։ Այսինքն մենք ուզում ենք հարկ տալ, նրան դիմացել այդ հարգերի համար պատասխանատվություն պահանջել համապատասխան գործադիր իշխանությունից, ովեր ուզում են։ Եվ այդ պատճառով ուզում ենք նաև որ մի քոնդեր հարգային համակարգը բազեցած համակարգ ինչով էր դա։ Կար միաժամանակ մի քանի հարգային ռեժիմներ, հաստատագրված հարգային բջջի համակարգը, բազեցած հարգերի համակարգը, որի մեջ ներառում էր երամեդահարգիստ տարեր, շահութահարգիստ տարեր եւ այլն։ Այսինքն այդ բազեցված համակարգը իրեն խորհրդապ արտադրացրեց եւ մեծացրեց այդպես ծավալատերերի թիվը։ Բայց այնուամենայնիվ մենք այսօր Արևելյան Վրաստանին զիջում ենք։ Այնտեղ 300,000 թմծ կա։ Մեր մոտ այդ թիվը 70,000-ը երբևէ չի անցել։ Այսինքն եթե մենք ուզում ենք մեծ մաս ունենալ X2 բյուջեի վճարվող հարգերի մեջ, մենք պետք է ոչ թե անընդհատ մնդրայենք այս հացին, որը անվանափոխությունը կա այլ կերպ անընդհատ ձևափոխի դոզներության տեսակները եւ այլ ուղղակի այնպես անենք որ թուղթ ու մադիտով աշխարհապահություն վարել կարողացող տատիկ բաբիր նույնիսկ փորձից արգատեր դառնալ։ Ես ուզում եմ որ բազարը դարձարվի եւ ուզում եմ այդ բանը հասցնել այս թվային շատ տներեք հիստերիայի է հասել թվայնացման մագարտակի այս գերադարան աշխարհի փողերը եւ այլն։ Հասկանում եմ թվային արդյունավետության որոշակի չափանիշներ ունի։ Կարող ես սխալներ տեսնել
Բայց ճանապարհն ավելի լավ եւ այլն։ Բայց պետք է դու տալ, որ այդ մարդը որ 0-ից հետ հիմա մտնի մեկ դաշտ, ասեք $500, ինքը չի կարող այդ ամեն ինչը կազմակերպել։ Մեր ժամանակ մեր երիտասարդությունը $500 կարող է բիզնեսը։ Հիմա անհնար է։ Դու կերասենյակ չես կարող այդ գումարով բարձր։ Այդ բանը այս շեշտադրումը ինչի համար եմ ասում, պետք է միշտ այլընտրանքային հնարավորություն տվել նոր սկսողների համար։ Թող վարի ինչպես կուզեն, ինչպես հնարավոր է։ Դրան ինչպես է վերաբերվում բան նախագահ։ Ես ուղղակի 2 րոպե առաջ ասացի, որ իմ մոտեցումը ընդհանրապես այդ բիզնեսը բացում մի տարի տարուկես ընդհանրապես մոռանաս, որ այդ բիզնեսը կա գոյություն ունի։ Այդ արձակուրդը, ասենց ասեմ, պիտի ունենա կայանալու համար։ Ես մի երկու ձևակերպման հետ համամիտ չեմ, օրինակ դուք ասացիք գերավճար։ Մենք գերավճարը չենք խոսում։ Ու դա այնպես չէ, որ ձեզանից փողը բերում եք, հետո հետ ենք տալիս։ Ըստ էության փաստաթղթային այսպես փոխանակում կատարում, ոչ թե փողը գալիս է ֆինանսերում նստում, հետո հետ գալիս, այսօր դա շատ հեշտ է անել։ Հասկանում եմ, որ պետությունը որ տարավ, պետության գրպանը մի քիչ բան է, ավելի ճիշտ ֆինանսների գրպանը, էլի։ Ինքը մի կողմի վրա է աշխատում, ճիշտ։ Այդ հասկանում, դա բանը, այդ ցավը կա։ Բայց մի բանի հետ համամիտ չեմ, երբ որ դուք ասում եք թվայնացումը դժվարացել է։ 5 տարի առաջ այո, 3 տարի առաջ այո։ Չէ, կներեք ասում չափից շատ թվայնացումը, որ ֆետիշը օրինակ ասենք հիմա Անուշը որ բերեց օրինակ, ասենք հիմա ունենք նաև այդ ապրանքների կոդերով հսկել, ասենք գրել, որ սա ջուրա այդ ԱՏԳ կոդեր, այդպես շատ է ինֆորմացիան հավաքվում, որը ճիշտ է ասում, ինֆորմացիան շատ է հավաքվում, բայց պետությունը հենց պետք է այնքան բարձրացնի, որ քո սմարթֆոնով 2-3 կլիկով դու այդ հարցերը լուծես։ Ուրեմն պետությունը ստետ պետք է բավական լուրջ ներդրում անի բարձրացնելու համար։ Իրականում եթե դուք հետաքրքրվեք Ռուսաստանում ինչքան է պարզ քաղաքացին իր բոլոր հարաբերությունները պետության հետ իր սմարթֆոնով լուծում։ Բոլոր պետական ծառայությունների հետ հարաբերությունները ուրիշ մակարդակի է, ինձ համար մի քիչ անսպասելի էր այդ մակարդակի թվայնացումը։ Այդ խորությունը, այդ բարձրությունը, որ իրենք ստացան։ Հիմա ինչ վերաբերում է ժամանակակից մոտեցումների, նայեք, դուք լիքը բաներ հենց արհեստական բանականությամբ օգտագործման կարող եք անել։ Այսօր, եթե օրինակ ունեցել ես 3 հաշվապահ կարող ես մեկ ունենալ, այսօր նույնիսկ իրավաբանական ծառայությունները, ասած back office-ի համար, ասած կրկնակի երրակի կարող են իջեցնել։ Այդ հնարավորություններին պետք է մի քիչ այլ աչքով նայել։ Դա ձեր բիզնեսին լուրջ հնարավորություն է տալիս որոշակի ասես բիզնես սպասարկող ասես ծախսերը ոչ չանը։ Դու կարող եք նույն լավ այդ անունները բանը չմտնենք դրա մեջ, բայց դու կարող եք այդ ծառայությունները, այդ այսպես օգնականի գործունեությունը ոչ միայն օգնական է։ Բիզնես ծրագրերից սկսած ամեն ինչով ավարտած դու կարող եք այդ ծրագրերով անել։ Հիմա այդ հնարավորությունը կա։ Սա բերելով է մեկ այլ հարց։ Շատ եւ շատ աշխատատեղեր փակվելու են։ Եվ սա մոտակա 1-2-3 տարվա հարց է։ Նույնիսկ մասնագիտությունները, որոնք համարվում են շատ լավ վարձատրվող եւ այլն, բայց այս մասնագիտությունները պրոբլեմներ ունենալու։ Եվ ամենից հետաքրքիրը նա է, որ բազային մասնագիտությունները, որոնց մասին ասում են, որ այդ մասնագիտությունները վերանում են հակառակը։ Պարզում է, որ այդ մասնագիտությունը ասենց հավերժական ինչ-որ բան ունեն։ Շատ ծավ, ձեր թույլտվությամբ ապրեսիան կներես, քանի Գյումրի են գնացել Արթուր ջան, բայց կխնդրեմ կարճ, որտեվ այստեղ էլ այս աչքում հələ չենք եկել, էլի։ Մասնակա երկուվարցունան շիրազիմաս զոկային աստուր, այսպեսի ներկայացիս ձեր կառավարման տարբեր աշխատանքի փոքրերի միջազգային զարգացման ասայգետունին Երբ բավականին տեղեկացված են կառույցի գործունեությունից, ուղղակի այս կառավարիչները մի բան լուծարեցին, ապացուցողների հիմնավորման, ուզում եմ հասկանամ ձեր դիտարկան ինչքան հասկացած ձեր խոսությունից դուք պատրաստ եք դուրս վերականգնել այդպիսի մի կառույց, որը այսպիսի միջնորդ պետք է հանդիսանա կառավարության հետ բիզնեսի մեջ եւ աջակցության ինչ-որ ծրագրեր իրականացնի, ուզում եմ ավելի մանրամասն ավելի հստակ կառույցի վերաբերյալ եւ երկրորդ հարց որը վերաբերում է այդ երկար տարիների փորձից ելնելով միշտ այսպիսի մի հարց է կազմավորվում, որ տարածքների
համաչափ զարգացման հետ կապված, այսինքն Երևան քաղաքի եւ ասենք Շիրակի մարզի Ամասիայի կամ Աշոտսկի տարածաշրջանում ինչու պիտի ասենք գործարարը Երևանում չանի եւ Շիրակի մարզի Աշոտսկի տարածաշրջանում բիզնես անել։ Ինչ պայմաններ պետք է ստեղծվի, որպեսզի եկամտաբեր լինի բիզնեսը եւ ասենք համաչափ զարգացումներ տեղի ունենա, այսինքն իր նկատառումներով կարելի ասենք կոդիավորման արգատեսակների կոդիավորման ինչ-որ մեխանիզմ տրամադրել, որպեսզի այսպես մրցակցությունը խաթարված է տարածաշրջանների Երևան քաղաքի։ Երբեք չի զարգանա տարածաշրջանը, եթե գոյություն ունի քաղաքապետություն Երևանը, իր կազմիներ, հա, որովհետև բիզնեսի համար շուկա է դեթելարում, բիզնեսը որտեղ պետք է անի բիզնեսը, այստեղ պայմանները շատ ուրիշ են։ Եվ ֆինանսները, եւ ինֆրաստրուկտուրա։ Շատ լավ, հասկացանք։ Իսկ այդ տարածաշրջանի զարգացման այդ համաչափությունը մասշտաբելով այլ չի ծավալից կարող։ Շատ լավ։ Պարոն նախագահ, եթե դեմ չեք, այստեղ երկու օքի է մնացել հարստան, որ գանք էս աչքոմներ են դելի ձեր, հա, տենց մյուս հարցերն էլ հնչեցնեն, արմարած է։ Այո, հարմար է։ Ապրեսյան, հետո Սերգեյ։ Մեխակ Ապրեսյան, տուրիզմ։ Հայ բոլորիդ շնորհակալ եմ ես հնարավորության համար մտա ասոցիացիայի ուսանք ինձ քաղաքական եկել նման հնարավորություն ունեմ պարոն նախագահ ես երկու հարց ունեմ ինչ հարցի արտադրական արիա փոքր հարցեր որպես ավելի հստակ լինի եւ բարձ զբոսաշրջությունը անկախ Հայաստանում եւ որպես անկախ զբոսաշրջային երկիր իսկ բան է հենց սկզբից միջ այսօր իսկ կայուն դինամիկ զարգացումներ ատելերեցել 90 թվականին անդամակցել են տուրիզմի աշխարհային կազմակերպությանը 2000-ին ընդունվել է առաջին հայեցակարգը ժողովրդի զարգացման սկսել են ստեղծվել են ինստիտուցիոնալ համակարգը ձևավորվել է նորիզություն ունեցած բոլոր գործիքները ուրիշ ունեցել են դες կայուն դինամիկ աճում ու իհարկե քանի որ կայուն դինամիկ զարգացում է ապրել հայեցակարգը փոխվել է նորմալ ընդունվել նոր քաղաքացիություն բայց շարունակվել է աճի զարգացման գործընթացը այսօր շատ լավ զարգացումներ ունենք եւ թվականակի առումով եւ ենթակառուցվածքների զարգացման առումով Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով վերջին օրերի միջոցառումները նույնպես շատ դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ճանաչելիության եւ նաեւ հենց ողջաշրջության գրավության վրա բայց միշտ այս ընթացքում ասում եմ հաջողությունների զուգահեռ ունեցել ենք մի քանի կարևոր խնդիր նրանցից մեկը համաշխարհային շուկային մեր հասանելիության սահմանափակ լինելու հարցն է պայմանավորված շրջափակված լինելով այսօր շրջակները աճել են տարբեր ուղղություններով ավելի շատ շրջակներ ավելի շատ հավանություններ որոշակի ձևով հարցնությունը բայց միևնույն է շրջափակված լինելով մեր հասանելիությունը սահմանափակված է այսօր խնդիրը դրված եւ աշխատանքներ են տարվում շրջափակման ուղղությամբ որը շատ լավ է թե ընդհանուր տնտեսության թե հատկապես զբոսաշրջության համար սակայն կարծում եմ որ այդ ապաշրջափակումը պետք է լինի նույնիսկ կարողարելի որպեսզի մեր դրանից առավելապես օգտվել այն չէ կարծում համակարգիչը կարծիք որ պետք է լինի կարողարելի ապաշրջափակում եւ մոծիկներ մեխանիզմներ տեսնեն դա արդյունավետ կարողանալու համար եւ իրոք access նույնիսկ process-ին վերաբերում եւ 2003 թվականին թվացողենքով եւ 2023 թվականին արդեն թվացնողենքով Հայաստանը զբոսաշրջությունը հայտարարված է ակացիա եղել եւ դիմարը հայտարարված է գերակաչուկ տնտեսություն հողի իրական գերակայությունը ունենալու զգալու այդ ընդհանուր ընկալման առումով որ իրականում զբոսաշրջությունը սնունդ է տնտեսության մնացած բոլոր ճյուղերը եւ սնվում դրանցից զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական այլ շատ կարևոր սոցիալական մշակութային իսկ քաղաքական նշանակություն թե չի կարելի զբոսաշրջությունը քաղաքականացնել այս առումով համաձայն եք որ պետք է իրականում ոլորտի հետ ցանկացած հարց
քննարկել։ Բոլոր ոլորտներով, բոլոր իրատեսությունների, որ հարցեր են ներկայացնում, առանց գործակցության ոլորտների քննարկելու դրանք չպետք է առաջ գնան։ Նույնիսկ ավելի ճիշտ ասեմ, նույնիսկ եթե պաշտպանության հետ է կապված, միևնույն է պետք է որ դա Հասկացա, հարցը ցանկացած ոլորտ հարց ձեր հետ քննարկվի նաև։ այլ չլսենք, այլ եթե դուք ասում եք այն ոլորտների նույնը կասեն այդ ընդհանուր կարող բոլոր ոլորտներն կա։ Բոլոր ոլորտների սուր Կներեք, պարոն Ապրեսյան, արագացնենք։ Բայց մի քիչ շատ հավաքվեց, հետո ես երկու հարցեր տվեք, պարզապես Ապրեսյանը շատ խոսեց, երկու, 4 ճանապարհում։ արդեն 4 հարց կա։ Համեցեք արձագանքեք։ Ես վախենում եմ ձեզ չհասցնեն մյուսները հարցնան, եթե դուք ժամային տենց բան խնդիր չունեք, որ մի փոքր ավել մնաք մեր սահմանած ժամին, խնդիր չի։ Բայց խնդրեմ, համեցեք այդ հարցերը պատասխան։ Ահա, որովհետև բանա դառնալու մի քիչ այնց մենախոսություն ա դառնալու ամբողջությամբ։ Տարածքային զարգացման վերաբերյալ ես ասացի մտահոգությունը ես ունեմ։ Ամենից վատ մոդելը Հայաստանի համար քաղաք պետության մոդելն է։ Եթե մեր տարածքը ոչ թե 29000 լիներ եւ պլյուս լիներ օրինակ Սինգապուրի պես կասեք լավ քաղաք պետություն մոդելը կիրառել է, բայց մեզ համար ուղղակի վտանգավոր է։ Պրոբլեմային է եւ մենք բախվելու ենք նաեւ էկոլոգիական եւ այլ տարբեր հարցերի հետ։ Երևան արդեն պրոբլեմային քաղաք է իր տրաֆիկով։ Մարդու չպետք է ժամուկես 2 ժամ ուղղակի Երևանի պես քաղաքում բրոկաններում մնան։ Լրիվ ընդունում եմ ուղղակի ստեղ հակասության մեջ եմ մտնելու հարկային արտոնությունը մեկ այլ առաջարկի հետ, որ հարկային արտոնությունը կարող է ստեղծել որոշակի խնդիրներ։ Ավելի շատ այս տարածքային հարցերում ես մինուսը կարելի է քննարկել sense սուբսիդավորման մոդելներ։ Հասկանում եմ նաև Երևանում տեղակայված բիզնեսը գույքարկով են խեղդելու, գույքարկը այնպեսին է, որ որոշակի այսպես ասենք բնական բանը տալիս է, բնական այս թարազուի բերելու հանգամանք կա, բայց ավելի շատ իմ տպավորությամբ պետք է տարածքային զարգացումը մտածել բյուջետային sense տոկոսների սուբսիդավորման կամ ավելի էժան վարկային միջոցների տրամադրման ճանապարհով։ Եթե պետությունը օրինակ վարկային ռեսուրսը բերել տարածքների զարգացման համար, ուղղակի այդ վարկերը պետք է տեղացնեն եւ ճիշտ ձևով։ Բայց նաև պետության ֆունկցիան, որ դուք լավ ճանապարհ ունենաք, որ կապը ձեր մոտ լավ լինի։ Ես ինչի համար եմ դա ասում, իմ ժամանակ հենց որ սկսում էինք, որ կապ կար, որ ճանապարհ կա, եւ փորձում էինք հենց առաջերտին այդ բազային հարցերը լուծել։ Հիմա ճանապարհների վիճակը ավելի լավ է, կապի վիճակը արդեն նորմալ է։ Կարծում եմ որոշ ծառայություններից օգտվելու հասանելիությունը պետք է ավելի լավ լինի ձեր մոտ եւ այս է միայն պետական սուբսիդավորման ճանապարհ, ուրիշ ճանապարհ էստե չկա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Դուք շահում եք մեկ ուրիշ բանով, ավելի էժան է աշխատուժը ձեր մոտ, քան Երևանում, դուք շահում եք գույքարկի բանով, բայց ճիշտ հաշվարկը պետք է արվեք։ Հատկապես ձեր ասած տարածաշրջանը եւ ճիշտ բիզնեսը, այսպես ասենք, որտեղ դնեն։ Դժվար թե արտադրությունը բերեն, օրինակ ինչ-որ մի թվայնացված մի արտադրություն բերեն ձեր մոտ դնեն։ Ավելի շատ ստեր են դնելու, բայց այն ինչ-որ կապված է նաեւ բնական ռեսուրսների օգտագործման հետ, իհարկե ձեր մոտ ավելի ձեռնտու են լինելու։ Այո, վերականգնվելու է այդ գործակալություն անկասկած։ Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ չինովնիկից հնարավոր է շատ ֆունկցիա գնա ավելի ինքնակառավարման այդ մարմիններին, կողմնակից եմ բոլոր ուղղություններով։ Եվ այն ինչ արել ենք ժամանակին, արել ենք հենց այդ բանով, այդ տրամաբանության մեջ ենք արել։ Ինչ արել ենք։ Մանցնեմ туриզմի։ Ես մի թիվ ասեմ, 98 թվականին Հայաստան այցելել է, 97 թվականին Հայաստան այցելել է 30,000 տուրիստ, ընդամենը։ Պաշտոնական թիվ եմ ձեզ։ Եվ այն ժամանակ եւս ոնց որ փոքր բիջին բիզնեսի հետ կապված ամբողջ օրենսդրական կարգավորումներ այն ժամանակ են արել եւ գործակալություն ենք ստեղծել այն ժամանակ туриզմի զարգացման համար։ Եվ արդյունքները ամեն տարի կրկնապատկելով գնում են։ Եվ դուք հիշեցրեցիք օդանավակայանը, ուղղակի հիշեցնեմ, որ միայն մեկ ռեյս էր, եթե չեմ սխալվում, Փարիզի ռեյսն էր 98 թվականին Հայաստան տան։
անձամբ բանակցել եմ ավստրալիացիների հետ, չեխերի հետ, sense այլ ընկերությունների հետ եւ այնպես է կարել որ մեր օդանավակայանը սկսին նորմալ ավելի այլ կերպ աշխատել։ Եթե Էրնիկյանը չսարքեր, բավական պրոբլեմա են կներ եւ իր հետ ամբողջ այդ գործընթացը եւս այն ժամանակին կսկսել։ Որտեղ ինչ ընկերության հետ բանակցում ենք, ասում են ձեր օդանավակայանը այնպեսի վիճակում է, որ ապահովագրական ընկերությունները չեն ապահովում թռիչքները։ Այդ վիճակն է։ Որտեղ հիմա ասենց հետադարձ հայացքով միգուցե դժվար է պատկերացնել, թե ինչ ստարտային վիճակում ենք սկսել։ Տուրիզմը ես միգուցե արդեն մի քիչ առաջ ընկեմ, ես պրոբլեմ եմ տեսնում այսօրվա մեր տուրիստական հոսքերի հետ, պրոբլեմը հետևյալի մեջ է, այս տուրիզմի կտրուկ աճը վերջի այս 2-3 տարվա ընթացքում ինքը ունի ավելի շատ աշխարհաքաղաքական այս լարվածության կոմպոնենտը։ Եվ այդ կոմպոնենտի տակ մարդիկ ներդրումներ են անել, մարդիկ բավական ակտիվ ռեստորանային եւ այլ վայրեն այս հնարավորությունները։ Մի օր եթե դա կանեց, սա ընտրավույս է լինելու, սա ուղղակի պետք է բոլորը ձեր մտքում պահեք։ Ես վերջերս նաև հրապարակային դա ասացի, ես Կիպրոս եմ թռել մի 3-4 օրով, դա եղել է աշնանը, անցած ինքնաթիռի 80%-ը եւ ավել երևի եղել են Ռուսաստանը բնակ։ Ռուսաստանի քաղաքացիներ հետ գալուց եւս նույն պատկերը։ Սենց հենց Մոսկվա, Լառնակա կամ ինչ-որ ինչ-որ մի այլ ռուսական քաղաք Լառնակա թռիչքները բացվեցին, այդ հոսքը այլևս Հայաստանով չի կանում։ Ուղղակի պետք է հասկանանք, որ այս պահը մեր տնտեսական իրավիճակի դրական ազդեցություն ունեցավ, բայց դա հարատևելիությունը սենց մեծ հարցականի տակ է։ Դուք որ ուղղակի նվարում են պետք է ճիշտ հաշվի առնեք։ Դուք օգտագործեցիք մի բառ, ասեցիք շրջափակում։ Ինչի նկատի ունենք։ Ցամաքային շրջապատում։ Դուք մտածում եք, թե այդ շրջափակումը տուրիստական ինչ է տալու, ես մի քիչ նկատներ հիմա որ քայլեր է տարվում ապա շրջափակման, բնականա տուրիստական հոսքերը կփոխվեն, նաև հարցը դրանում էր, որ պետքա տեղ կառավարելի գործառույթ ստանձնի պետությունը, դուք ոնց եք նայում այդտեղ։ Նայեք, ես չեմ տեսնում, որ տեսանելի ապագայում օրինակ Ադրբեջանը դառնալու է Հայաստանի համար մեր տուրիստների համար տուրիստական վայր։ Չի։ Առնվազն տեսանելի ապագայում։ Որտեղ նման sense կոնֆլիկտներից հետո, նման process-ներից հետո ինչ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ինքը որոշակի լուրջ սահմանափակումների տակ լինելու հոգեբանական առաջերտը։ Մեր համար չէ, որպես իրենց համար է։ Թուրքիայի հետ կապված չեմ կարծում, որ սահմանը տուրիստական ինչ-որ մեծ բան է տանպես։ Ես հիշում եմ ինչ-որ մի 2-3 տարի առաջ որոշ մարդիկ ասում էին բժշկական տուրիզմը Թուրքիայից եւ այլն։ Թուրքիայում բժշկական տուրիզմը ավելի բարձր մակարդակի վրա է եւ ասեմ ավելի թանկ չի, քան Հայաստանում։ Սա բավական լուրջ ծավալների հասած բան է, դեռ հələ հարց է, ստեղից են գնալու այնտեղ բժշկական տուրիզմի գծով թե հակառակը։ Դրա համար ես ստեղ անկեղծ մեծ պոտենցիալ, շատ մեծ պոտենցիալ չեմ տեսնում։ Ու չեմ տեսնում, որ սա բան է լինելու, ինչ-որ լուրջ բան է մտցնելու այդ հարաբերությունների մեջ, այդ տուրիստական հոսքերի մեջ։ Թուրքիայի մասով եթե բացվի, իհարկե Վան եւ այլ մշակութային բան կա, ավելի շատ մեր կողմից այդ հոսքը լինելու դեպի Թուրքիայի այդ նաև հայկական պատմական այդ մշակութային օջախների ձգողության շնորհիվ քան հակառակը։ Երևի որոշակի սեգմենտ բացվելով է նաև ձեզ համար, ավելի շատ ոչ թե մեր հոսքի դուրս գալու հարցում։ Երևի սա է ձեր հարցադրումները սրանք էին, բայց որ տուրիզմ պետք է մնա պետքան նաև թիրախային իհարկե թիրախային։ Հետո տուրիզմը ամենից sense դեմոկրատիկ բանն է, երևի բիզնեսն է, որ տուրիզմից ստացած եկամուտները ավելի համաչափ բաժանվում են երկրում։ Այդ տեսանկյունից տուրիզմը ամենից հետաքրքիր ոլորտն է, նաև յուրաքանչյուր կառավարության համար։ Մեկը տաքսի անցնում, մեկ ինչ-որ մեքենա է վարձում, մեկ հյուրանոցում ապրում, օրը 2-3 անգամ առնվազն
միտեղ հացալուտով եւ այսպես շարունակ առևտուր անում ինչ որ բան առնում ինքը գումարի ծախսման այս բանը սպեկտրը շատ ավելի լայն է եւ այդ տեսանկյունից ինքը ամենից ժողովրդական փողի վերաբաշխման տեսանկյունից բիզնեսն է եւ հետաքրքիր է յուրաքանչյուր կարողոց Շատ լավ Սերգեյ Խաչատրյան Կարինե Գևորգյան Սերգեյ Խաչատրյան ես հաշվապահական ու գերմանական ոլորտից եմ հարցը սրադժմատտեսական աճի եւ դրա համաչափությանը տեսեք պարոն Քոչարյան ձեր նախագահության ժամանակահատվածում տնտեսական աճը ես կարծես թե կապում եմ ձեր աշխատանքի շնորհիվ լույսի հիմնադրամի այդ պատերազմական իրավիճակների հետ կապված իսկ այսօրվա իշխանության տնտեսական աճը ինչ-որ չափ կապում եմ աշխարհական իրավիճակների հետ պայմանավորված այսինքն ոչ լավ աշխատանքի արդյունքում իրենց բարակայում եւ հետագայում այս տնտեսական աճը կարծես թե կանգ է առնելու ինչպիսի հստակ տնտեսական գործիքներով եք պահելու այս տնտեսական աճը կամ զարգացնելու եւ դրա համաչափությունը որ կարծես թե ինչքան է տնտեսական աճ ունենք երկրի տնտեսական աճ ունենք միևնույնն է աղքատության մակարդակը մեզ մոտ 20%-ից ավելին է եւ նույնը բիզնես ոլորտում հարկային քաղաքականության մեջ այստեղ մենք տարբեր կարծիքներ լսեցի գործընկերը նշեց որ ինքը դժգոհ չէ հարկային դերի ավելացումից բայց կան ոլորտներ առևտրային ոլորտները հաշվապահական իրավաբանական ոլորտները որտեղ որ անհամաչափ հարկային դերը ավելացել այսինքն մենք եւ տնտեսական աճի մեջ եւ հարկային քաղաքականության մեջ ունենք անհամաչափություն սա ինչպես է կարգավորելու եւ մեր տնտեսական ուղղվածությունը ինչպես են զարգացնելու հստակ ոլորտներով կամ գործիքակազմում շնորհակալություն Շատ լավ փոխանցի Կարինեին Ընդամենը 2-3 տարի է Ստեղ Հայաստանից եւ այսօր 4-րդ խոշոր հարկատուն է դարձել բնականաբար Viber-ը ինքը նո մենակ Viber-ը չէ Ozone-ը եւ մոտիկ պայտիկը եւ մնացած կազմակերպությունները on-line հարթակներ Այսօր Viber-ը բոլորս գիտեն, որ կամ մյուս on-line հարթակները առանց մաքսազերծման առանց ինդեքսի ապրանքը ներմուծում են անհատների անուններով եւ դրա համար խոշոր մանր եւ միջին բիզնեսի վիճակը ավելի բարդացել է։ Ներկայիս կառավարությունը մեզ ասում է պետք է գնաք 24 միլիոնի շեմից պետք է անցնեք եւ ավելին դուք չեք աճում բիզնեսում, ուրեմն բիզնեսից չեք հասցնում։ Ես 2005-6 թվականից բիզնեսի մեջ եմ, մինչև այսօր աշխատում եմ եւ փառքաստու աշխատել եմ, աճել եմ որոշակի չափով։ Հիմա մեզ ստիպում են աճելու, բայց մենք չունենք այդ գնորդը, քանի որ շուկայում հայտնվել են խոշոր on-line հարթակներ, որոնք ընդհանրապես ոչ մաքսազերծում ունեն, ոչ այնտես վճարում են։ Օրինակ, մենք երբ որ ապրանքներ ենք մոծում եւ մոծում ենք շրջարկով աշխատողներս եւ այնտեսն ենք վճարում Չվաճառված ապրանքի ինդեքսն են վճարում, իսկ իրենք ընդհանրապես չեն վճարում եւ շատ ուժեղ մրցակից են դարձել ներկայիս Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի համար։ Այսօր եթե ուզում եք դա ուսումնասիրել, կարող եք մարդ ուղարկել շուկաները, խանութները եւ կտեսնեք դատարկությունը ինչա կատարվում եւ նաեւ on-line առևտրի կրպակները որ բացված են իրանց առաքումները կան, այդտեղ տեսնեք, քանի մեքենաներ են դատարկվում, տեսնեք։ Իսկ մեզ ստիպում է, որ մենք աճենք։ Հիմա մենք չունենք այդ բիզնեսը, դուք որ կա մեզ համար, մանր ու միջին բիզնեսի համար, ինչ որ առավելություններ լինելու են, որ կարողանանք մրցակցություն ունենալ կամ ինչ որ իրանց հասկացա։ Լավ, ուրեմն սկսենք առաջի տնտեսական աճից։ Նայեք, համեմատության մեջ իմ ժամանակ հետևյալն էր։ Ինքը բազան իսկապես փոքր էր եւ շատ մեծ դաշտկար աշխատել։ Մենք ուղղակի միանգամից երևի 5-6 ուղղություններով գնում էինք։ Հարկային դաշտի կարգավորում, վարչահարություն, պետական բիզնեսի պաշտպանություն եւ արտաքին շուկաների բացում, որտեղ հենց այն ժամանակ ձևավորվեց իրավապայմանագրային բազմաթիվ մի քանի տասնյակ պետությունների հետ, ում հետ մենք համագործակցում ենք։ Խրախուսեցինք նաեւ ինվեստիցիոն բան։ Ես հասկանում եմ, որ այն ժամանակ բազան փոքր էր եւ նույն մտահոգությունը մենք ունենք։ Ասում էի, լավ, մենք չենք կարող ամեն տարի 10-12-13% աճել։
Համաշխարհային բանկը մեզ նույնը հուշում էր։ Դրա համար մոտարապես 2003-4 թվականից մենք ամեն տարի 8% էինք նախատեսում, բայց 13% աճում էինք։ Մի տարի 14%։ Հիմա աճը ես եւս ընդունում եմ, որ հիմա աճը մենք առաջի 18, 19, 20 թվականներին, 21 թվականներին համարյա շատ փոքր աճ է, COVID-ն էլ ազդեց, բայց մեկը ինքը այսպես վերովար բան չէ, պրոբլեմա է։ Տնտեսական աճը սկսվեց 22 թվականին մեծապես կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Սա հարատևելի չի հաստատ։ Սա մի օր կառնելու է եւ այդ կառնելը sense մի հատ լավ բան է։ Դա բանկում ալինելու մի հատ շոկ մեր տնտեսությունը ապրելու է, որից հետո այդ շոկից հետո երևի 1-2 տարի sense պլատո ալինելու, պլատոից հետո սկսելու եք էլի բարձրանալ։ Բայց սա արդեն կառավարությունը պիտի կանխատեսի եւ այսպես է իր քաղաքականությունը Ձեզ ասպող մեխանիզմը չի նա։ Ինչպես իշխան ձեզ մեխանիզմ դա անկում սպաստող անկում որի դեպքում։ Ես էլ որպես տնտեսագետ կանխատեսում եմ ասա։ Ահա, չի կարող այս անկումը չլինի։ Հիմա հետեւյալը մեջ է։ Մեր հիմնական առևտրային ծավալը որի երկրի հետ է։ Մենք այդ երկրի հետ կարող ենք այդ հարցերը փորձել պայմանավորվել։ Մեր առևտրային ռեժիմների առումով էներգետիկ ամբողջ էներգետիկան կապված այդ երկրի հետ գնային, տարիֆային եւ այլն, մենք պետք է շատ մի քիչ ագրեսիվ լավ իմաստով, ագրեսիվ ձևով փորձենք կանխատեսել եւ այդ հարցերը լուծումները տալ։ Օրինակ դու կրկի բանը բերեցիք։ Կրկը կարար չգար, կարար այդ ծրագիրը չլիներ։ Դա բոնուս էր մեզ համար։ Եվ ոչ միայն կրկը։ Բազմաթիվ այլ ծրագրեր, բայց ինչի շնորհիվ այդ ծրագրերը սկսեցին աշխատել։ Որովհետեւ մենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանը իմաստը փոխեցինք։ Մենք ես երբ դարել եմ նախագահ, դաշնակցությունը արգելված է։ Սփյուռքի բազմաթիվ մարդկանց մուտքը Հայաստան արգելված է։ Հանեցինք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հռչակեցինք որպես գերակայություն եւ ասացինք հետեւյալը, որ Հայաստան առանց Սփյուռքի եւ Սփյուռքի տարբեր կատեգորիաներ է։ Սա հարապուրիչ եղավ եւ մեծահարուստները սկսեցին գալ այստեղ եւ մերից սկսեցին խոսալ։ Ես էի գնում նաեւ իրենց հետ էի հանդիպում եւ այդ համոզելով հսկայական գումարներ մտավ Հայաստան։ Այսօր Կասկադը ամենից պոպուլար տեղերից է, չէ՞ եղավ։ Քաֆեշչյանի հետ մեր հարաբերությունների շնորհիվ է։ Կրկը այնպես չի, որ sense նստած սպասում էր, էլի։ Չէ, ոչի հարաբերեցինք, եկավ, հարաբերություններ ձևավորվեց եւ մենք հսկայական ծավալի ծրագրեր ենք իրականացնել։ Հիմա նույն կերպ, եթե դու ակնկալում ես, որ պրոբլեմ ես ունենալու, անկում ես ունենալու, դու պետք է հասկանաս քո աճի կետերը որն են կարող լինել։ Տվյալ դեպքում ոչ թե աճի կետերը, այդ կոմպենսացիայի կետերը որն է։ Եվ հիմա արդեն պիտի դրա մասին մտածես։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին հիմա մտածում։ Ես ունեմ այդ պատկերացումները։ Եթե մտածեին դրա մասին, օրինակ երեկվա եւ այսօրվա օրը այդ աստիճանի հակառուսական ուղղակի լրատվական բանը, sense դու երևի ստե լավ չեք մենք պատկերացնում, բայց այն ինչ կատարում է Հայաստանից դուրս, այդ ֆոնը հակառուսական։ Ես չգիտեմ դա ոնց է մարսելով Հայաստանի Հանրապետությունը։ Շատ լավ, մյուս հարցին բան նախագահ հասկացան точки роста, sense պիտի փնտրես ու քո ստրախովկեն հենց այսօրովից սկսես արել։ Հիմա մյուս հարցը բերիզի on-line արևտուր ողջ այստեղ հարցն չէ, որ իրենք հարկեր չեն տալիս, ես մի քիչ լավ չեմ հասկացել։ Իրենք հարկերից խուսափում են, թե ուղղակի օրենսդրորեն ազատվում։ Ֆիզանձով որ պատվիրում այդ նույն ապրանքը հարթակից, ֆիզանձը իրավունք ունի, չէ՞ տարեկան չէ 200 եվրո ինչ բան ան ինքը ամսական, բերի այդ ապրանքը, ու ստացվում է ինքը ընդհանրապես կուրիերային բան է անում, էլի, միջնորդական ծառայություն է։ Ու այս ապրանքը եթե մինչև 100 եվրո, ինքը գալիս է որպես ֆիզանձի ապրանք։ Բայց միևնույն ժամանակ տիկին կանեն այդ նույն ապրանքը ունի տաղավար, վարձատարիս, բերում է ներմուծում այդ ապրանքը դնում է ու այն դերսակցության, որը ինքը մրցունակ չի։ Ոստեղ պետական աջակցություն։ Վերջերս մի հայտարարություն եղավ, որ այստեղից Ռուսաստան գնացող ապրանքները, որտեղ իրենք մեր Ռուսաստանի սերտիֆիկատի, իրենք ստերից էին նաև դանում այնտեղ։ Այնտեղ մաքսազերծման այդ մոտեցումները փոխել են
փոխել են, ենթադրում են, որ նույն խնդրեմը այնտեղ առաջացել է։ Պետք է իշխանությունը մի հատ գնահատի այդ վիճակը եւ որոշակի ծավալներ ֆիքսի, այդ ծավալները պետք է սկսեն հարգվել։ Հակառակ դեպքում իսկապես խնդիր է։ Հիմա արտահանողը ուրախ է on-line հարթակով արտադրողը այստեղ իհարկե բանը դուք արդեն խնդիր ունեք առևտուրը Արդեն արտանումը համարել է։ Ընդամենը 2 օր առաջ պատասխան, չէ, 2-3 օր առաջ։ Հա, ծագման սերտիֆիկատների ու բանի։ Սա կարծում լուծումը շատ հեշտ է լինելու։ Երկու պետական մարմիններ պետք է իրար հետ պայմանավորվեն նույն սիմետրիկ մոտեցումը կիրառեն եւ այնտեղ եւ այստեղ։ Այդտեղ մենք ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար բերում այդ ապրանքը։ Ինչու ենք մենք մաքսազերծում, իսկ Viber-ից էլ որ երբ որ բերում է, չի մաքսազերծում։ 2-3 տարի է Viber-ը բացվել է, դարել է Հայաստանում 4-րդ խոշոր հարվածով։ Հասկացա։ Նայ, on-line առևտուր աշխարհում բոլոր տեղերում լուրջ մրցակից է դառնում առևտրային ցանցերի։ Սա փաստ է, հատկապես կներեք բան նախագծում։ Դուք դիտարկում եք, որ հայկական on-line հարթակներին պետական ձևով աջակցվի։ Ինչի մենք չենք ունենում մեր հայկական Viber-ը, հայկական թեմուն, որովհետև դրանք առանց պետական աջակցության, օրինակ այդ չինական թեմուն, չէր կարող գալ հայտնվել մեր գյուղի, ասենք, չգիտեմ, բարեկամի տանը։ Դա պետական շատ լուրջ աջակցության, ոնց որ BID-ն արեցին, իրանք շատ լուրջ աջակցությամբ են եկել։ Հասկացա ձեր հարցադրումը, այստեղ մասշտաբի հարց է։ Այո։ Ով առաջ երթին հաջողվել Ozon, ոչ թե Ozon, Amazon եւ Alibaba, չէ՞։ Մասշտաբի հարցը։ Մասշտաբը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկիր մտնել սկզբից sense որոշակի դեմպինգով, դեմպինգը ոչ թե գնային դեմպինգ, ծառայության դիմաց այդ փողը մեծացավալ կա պայսներ սարքել, sense on-line-վել շատ արագ։ Հիմա նայեք, ես sense ասեմ պետությունը այդ լծակները այդ հնարավորություն ունի կարգավորելու։ Սա ուղղակի հարցը նա է, քանի մարդ է դրանից օգտվում, քանի մարդ է դրանից տուժում։ Ես այդ գնահատականը հիմա չունեմ։ Այդ որ այդ փաստը ունենք, այդ հարցը, այդ հնարավորությունը պետությունը Հավասար դաշտ ստեղծի, Հավասար դաշտը ամենից ճիշտ ձևակերպումն է։ Ամենից ճիշտ ձևակերպումն է։ Ուղղակի այստեղ միշտ, այսպես ասեմ, ես հարցի մանրամասնություններին չեմ տիրապետում։ Գիտեմ ինչ է on-line ծառայությունը, նույն Ozon ընկերությունը այս AFK սիստեմայում աշխատելուց AFK սիստեման գնել էր Ozon ընկերությունը այն ժամանակ կայացրել է, ոտիադրել, հետո IPO արել եւ այդ բոլոր քննարկումների մասնակցել են, երբ 0-ից սկսում էր հələ այդ on-line առևտուրը։ Գիտեմ դա ինչ է իրենից ներկայացնում։ Շատ լավ։ Հնարավոր է կարգավորել, ես ուղղակի ասեմ, ով կառավարություն ունենի ինքը նայելով է, ինքը օրինակ կոպիտ ասած 100 հոգու համար այդ հարցը լուծում է, բայց 1000 հոգի դրանից տուժում են, թե հակառակ 1000 հոգու հարցը լուծում է, 100 հոգի դրանից տուժում է։ Այս սա է լինելու։ Տիկին Ժանկոչյան խնդրեմ։ Ես ինքս գործարար եմ կառավարման ժամանակվանից մինչ այսօր ու նաև բիզնես կրթություն ասոցիացիայի նախագահն եմ։ 3 հարց ունեմ, փորձեմ հնարավորինս կարճ ձևակերպեմ։ Առաջինը դուք նշեցիք իտալիա փորձը, միջազգային փորձը շատ ես էլ շատ լավ հասկանում եմ եւ հարցը հետեւյալն է. ինչպես են դիտարկում օրինակ որ Եվրոպայում օրինակ բիզնեսները անպայման համակցում են որևէ բիզնեսին աջակցող կամ բիզնես անդամ կառույցներին, պարտադիրություններին, առևտրացնողական պալատներին։ Կոնտեքստը նկատում եմ սոցիալական երկխոսության բարելավման կոնտեքստում, առաջին հարցն է, երկրորդ հարցը ես ուզում եմ իմանալ ձեր տնտեսական պորտֆելը եւ թիմի պորտֆելը, բոլորս հասկանում ենք, թե մարդկային կապիտալը ինչ խնդիր է Հայաստանում, որակյալ կադրերը նկատի ունեմ, կուզեի իմանալ երկու առաջնահերթություն կողն է կամ ռիսկերի մեղման երկու մեխանիզմ, որը դուք պլանավորում եք եւ ունեք 3 դերակատար կարևոր ձեր թիմում, որոնք որ լինելու են ակտիվություններից հետո, եթե տնտեսական բլոկում։ Այո, պետական ոլորտում, կառավարման ոլորտում։ Ու նաեւ Ֆերուժա կողմը կուզեի հասկանալ, թե որն է, օրինակ ձեր լավ թիմը, թե քաղաքական ուժերին համախմբելը։ Երրորդ հարցը։ Անկած Այստեղ Ռիփսիմեին գտալ, այս Ռիփսիմեն մտա։ Դուք այս հարցին պատասխանեք, թե մյուսներ լսենք։ Պատասխանեմ ես, հետաքրքիր հարցան։ Նայեք, ես Ղարաբաղից տեղափոխվեցի այստեղ, կարողացա
ասում մարդկանց չի ճանաչում։ Երեք 1-2 հոգու է ճանաչում։ Բայց մոտեցումը հետևյալն էր։ Առաջին եստին ասել եմ հետևյալը։ Ձեզ լավ չեմ ճանաչում։ Ինձ իրավունք եմ վերապահում փոփոխությանը, բայց հիմա պատրաստ չեմ այդ փոփոխությանը, երբ պատրաստ լինեմ, եւ 2-3 ամսում ինձ համար պարզ է, ով պիտի մնա, ով պիտի փոխվի, եւ ոչ մեկը չի հայտնել կառավարությունը նրա համար, որ ես իրեն ընկեր եմ կամ ծանոթ եմ կամ համակուրսեցի կամ ինչ-որ։ Այսպես սկզբունքով չի եղել երբեք։ Արդյունավետություն ցույց ես տալիս, աշխատունակ ես, ուրեմն օքեյ։ Կան մեր թիմում նաև տնտեսագետներ, կան մեր թիմում արդեն աշխատանքային փորձ ունեցող մարդիկ, բայց նաև համոզված եմ, որ պետք է ներգրավել մարդկանց, որոնք ուղղակի արհեստավարժության տեսանկյունից եւ աշխատանակության տեսանկյունից ուղղակի տոպում պետք է լինեն։ Ինձ համար մեկ խնդիրը, համար մեկ sense գնահատականը մարդու այդ մարդը արդյունավետ է թե չէ։ Ինքը որ խոսում է զուտ բլա 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 թե շատ կոնկրետ իվիճակի է ինչ որ հարցեր լուծել, գործ անել։ 3 կանոն է ուզում։ Հիմա անուններ չեմ ուզում տան, օրինակ 2 հոգի նստած են, որոնք տնտեսագիտական կրթություն ունեն, որոնք հարցերին տիրապետում են, բայց նաև ասենց ասեմ, այս վիճակում անուններ տալը հակված են, որ նաև երիտասարդ ավելի պետք է ներգրավենք մարդկանց, ովքեր ասենց մի քիչ թարմ աչքով ամեն ինչին վիճակի են նայում։ Ռեպսիմը թարմ աչքով, որովհետև ասենց ասեմ, այս բառը պիտի օգտագործեմ, շատ բաներ են մեր առջև կանգնած, այս անգլերեն ասում են disruptive։ Հիմա այդ հայերեն այդ ճիշտ բառը ճիշտ թարգմանությունը մի քիչ բանավոր դու պիտի ուշես։ Ես եմ փորձում եմ անընդհատ գտնել, մի բառով չի ստացվում, պիտի 2-3 բառ իրար միացնես, որ այդ միտքը փոխանցես։ Վաղվա լեկցիայի թեման է հայերեն չկա։ շատ մենակ արագ որ բոլորին երկրորդ հարցը։ Բայց ինչքան գիտեմ, այդպես չէ որ դրսում դա պարտադիր։ Չէ, կան երկրներ, որ պարտադիր են։ Որտեղ եվրոպական։ Գերմանիա, Ավստրիա։ Ես Իտալիայի փորձն էի մենք խորացել, ինչի համար ենք Իտալիայում են ասում։ Այդ ժամանակ պարտադիր չէ։ Ես որ պարտադիր է։ Ինքը պարտադրում է որ բիզնեսը գնա կազմակերպված գա երկխոսության, էլի։ Այսինքն հենց գրանցվելուց ճիշտ է կան բաներ, որ առաջի տարին առանց անդամավճարի է բան, բայց ինքը այդ մշակույթը զորով է պետությունը դնում է։ Ոչ թե Facebook-ով արձագանքում խնդրին, այլ կարող եմ մի բան խոսալ, ոչ մեկս ամեն ինչի մասնագետ չի։ Եթե իսկապես այդ փորձը կա, ուրեմն այդ փորձը պետք է արեք այստեղ։ Ընդհանրապես ինչ ռեֆորմ ենք արել, իմ առաջին բանը հետևյալն էր այն ժամանակ, իսկ ռեֆորմների մեծ մասը հենց այդ ժամանակ ենք արել։ Ասել եմ հետևյալը, աշխարհի լավագույն փորձը որտեղ պատվիրակություններ են կողարկել, անպայման այց են կազմակերպել, ես եթե այցերի աշխարհագրությունը նայեք, հիմնական բանը սա է։ Օրինակ, քաղաքացիության համակարգը որտեղ ամենից լավը ասած պետական այդ բյուրոկրատիան, որը նաև ինստիտուցիոնալ հիշողությունը կողոն է, որտեղ ամենից լավը։ Այս սկզբունքը մենք շարժում։ Շատ դեպրեսիվ եմ։ Ես դեպրեսիվ եմ փոչելան, յուզասեսեի անգամ սոցիալական Հոմցակերջան սոցիալական դառնալկատեն, նաև ավելի ջատակումնեմ կանաչ տոկտեցության, ինձ հետաքրքիր է տեսել տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը անբարերթիվ աշխատում է եւ ինասում է սոցիալ-էկոլոգիական համակարգը։ Ինչպես եք պատկերացնում դիվերսիֆիկացիա զարգացում, երբ որ հանքարդյունաբերական համայնքներում այլընտրանքային սոցիալ-էկոլոգիական այլընտրանքային տնտեսական զարգացման հնարավորություն գոյություն չունի։ Չեն կարողանում ընձեռնարկատիրությունները գյուղատնտեսությամբ զբաղվել այն պարագայում, երբ որ հանքարդյունաբերությունը դեռևս 2024 թվականի հնայի վրա ունեցել է 3% ազդեցություն, իսկ գյուղատնտեսությունը 9%։ Մենք ինչու ենք տարիներ շարունակ առանց, չգիտեմ, վերահսկողության, ես չեմ հավատա, որ վերահսկողություն կլինի երբևէ, ինչու ենք մենք գյուղատնտեսություն տապալում, ինչու ենք գերակա ոլորտները տապալում նաև զբոսաշրջությունը, հանքարդյունաբերության, առանց որևէ վերահսկողության, ու դա եղել է տարիներ շարունակ մինչ այս։ Կանաչ օրակարգը շատ պոպուլյար էր
օրինակ Եվրոպայից մոտ մի 15 տարի առաջ վերջերս սենց հերթով սկսում են սենց մի քիչ ավելի հետ կանգնել այդ օրակարգից, իսկ երևի այդ տրենդը հիմա այդ հակառակ տրենդը Տրամփն ա տվել, չէ, իր հայտնի բանը վրա մենտեղ ասում է drill baby drill, վանել փորը փոբա, drill-ը բանն է այդ, բուրի ձետկա բուրի, մոդալապես, նայ հարցադրումը ճիշտ է, բայց սա բավական լուրջ ճյուղ է, օրինակ Սյունիքի համար պետությունը պետք է ուղղակի իր ֆունկցիան ճիշտ է։ Պետությունը ընդհանրապես դրանից հետ քաշվել է, ես չգիտեմ ինչքանով է դա իրատեսական։ Ասեմ, մակարնենք ասենք հարցումալ բանալ հանքարդյունաբերությունը կկառնեցնենք, ուղղակի կստացի որ ես վերլոտ նստած ստում եմ ուղղակի։ Դրա համար Իսկ ինչ քաղաքական մոդել եք առաջարկում, որպեսզի գոնե վերահսկողություն լինի կամ բարեփոխ աշխատի։ խոսքը գնում է տեխնոլոգիաներով աշխատի։ նայ սոցիալական պատասխանատվության մասին այդ բիզնեսների նայեք ես ինչ ենք արել ժամանակին, երբ սեփականաշնորհում էինք օրինակ Քաջարյանի բնզմոլիբդենային կոմբինատը, այն ժամանակ ասենց ես օրինակ ինքս շատ էի ուզում որ անպայման լինի գերմանական ընկերություն, որոնք ճշտապահ են, որոնք այդ հարցերի նկատմամբ ունեն sense յուրահատուկ վերաբերմունք, որտեղ այն ժամանակ նաև այնտեղ այս կանաչ օրակարգը թափ էր առնում։ Ես ուղղակի հիշեցնեմ, այ օրինակ իմ ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը եղել է կանաչների կուսակցության առաջնորդ, հենց այն ժամանակ։ Եվ պատահական չէր նաև ընտրությունն այդ ընկերության գերմանական, որ այն ժամանակ դարել է սեփականատեր եւ շատ բանա փոխել, իրականում շատ բանա փոխել։ Միգուցե այ ստանդարտին չի վերել, որը մենք կցանկանայինք, բայց մեր պահանջը եղել է հետևել, այ Գերմանիա ինչ պահանջներ քեզ քո արժել դրացեն, նույնը պետք է ստեղ։ Եվ շատ բանա փոխել։ Ծավալները մեծացրել են, բայց նաև բնապահպանական նորմերի տեսանկյունից ուղղակի շատ հետաքրքիր է։ Եվ մենք ի վիճակի ենք եղել նաև ստերի պահանջները դնել ավտալայի օրինակ, որտեղ մենք էլ ենք սովորել, թե ինչա կարելի անել։ Իրականում այն ինչ որ կա, մեզ թվում էր թե նորմալ է։ Դու ինչ որ մի ավելի բարձր ստանդարտի բան բերում ես եւ ինքդ ես սովորում, թե ինչպեսին է պետք է լինի։ Նույն օրինակը ես բերեմ օրինակ Pernod Ricard-ը, հենց ֆրանսիացի կոնյակի գործարանը գնեցին, մենք դեռ հասկացանք, թե ինչ մշակույթ է կարող մտնել վերամշակող յուղացի հարաբերությունների մեջ։ Լրիվ ուրիշ մակարդակ։ Նախորդ սա կոնտրակտները, ֆինանսավորում են յուղացում, պարատանյու, խորհրդատվություն եւ այլն, լրիվ ուրիշ կարգի հարաբերություն է։ Նույն այստեղ եղավ։ Մենք ինքներս գերմանացիների հետ միասին մենք սովորեցինք, թե ոնց է պետք անել։ Հրաժարվել այդ ոլորտներից չեն կարող, բայց այդ սոցիալական պատասխանատվության շեմը ավելի բարձրացնել իհարկե պետք է անել։ Ես չգիտեմ հիմա ինչ մակարդակ է արկեղծ, ասես դուք ասում եք, ես չեմ կարող հիմա գնալ։ Դե նշած աղթալայի տարածքում դեպք գետը 5-րդ դաշնամի ավտոպատ։ Աղթալա չէ։ Այն ժամանակ այդ աղթալայի վրա փորձում ենք, երևի հետո հետ քաշվեցին ինչ որ, բայց այդ ստանդարտները բանի Քաջարյանի փորձում ենք այն ժամանակ աղթալայի վրա դնել։ Այ հիմա հասկացա ինչի որտեղից է այդ հարցը գալիս, հասկացա։ Կավիրում են եւ էլենիկ մշակապ ինչ ունեն, կավիրում են տարածաշրջանում եւ նույնիսկ սպոնսորշրջություն ու բացատրություն ամբողջը տապալվելը։ Այլընտրանքային զարգացման հնարավորություն չեն կարողանում տեսնել։ Հասկացա։ 5 տարի հետո Տիկին Քոչարյան, ես հասկանում եմ, ազգանվան բերումով ուզում ես հասկացա։ Ձեր քաղաքական դիրքորոշումը ինչ մոդելի կարող։ Մոդելը հենց մոդելի մասին։ Մի քանտրած ուղղակի նավակը մեր նախընտրական ծրագրի կարող երեխաների տապակցանագրան որ կոնտեսական զարգացման հասկանալի կանոնների անիմացիա։ Մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը վերաբերում է պետական ֆարկ բնապահպանության դիմաց միջազգային լավագույն փորձում կիրառված մոդելի ներդրումը Հայաստանում, ինչը սա նշանակում։ Հայաստանը արտաքին պարտքով բազմաթիվ երկրներից ներգրավել է միջոցներ։ Այդ երկրները իրենց հերթին պարտավորություն ունեն միջազգային բնապահպանական ֆոնդերի։ Հայաստանը կարող է դիմել այդ ֆոնդերից ստանալ միջոցները, բայց ինչը ենթադրում է բազմաթիվ ծախսեր եւ հսկայական աշխատանք։ Միշտեղ կա եւ այդ մոդելը լեհական մոդելն է, շատ լավ է կիրառվել, Լատինական Ամերիկայում է շատ լավ կիրառվել, երբ որ այդ երկրի հետ համաձայնությունը սերտ բերում, արտաքին պարտքը փոխարեն իրեն վճարելու ու ներդնում ես բնապահպանության մեջ անտառներ, ջրային ռեսուրսներ, մատուցում,
էկոլոգիական զբոսաշրջություն եւ այլն եւ միջազգային ֆոնդերը ոչ միայն իրենցից այլևս չեն գանձում, հավելյալ ծախս չեն կատարում միատել քո համար առանձին միջոցներ պատկասնելու համար։ Դու ստանում ես լավագույն բնապահպանական ներդրում, արտաքին պարտքի նվազեցում։ Եվ սա համաշխարհային բանկը ակտիվ աջակցում է։ Պատասխանատու հանկարծությունաբերության մեջ այս մոդելը շատ ավելի արդյունավետ կարողանալ գիա։ Շատ Լուսինե միջև հարցրած չէ, դե բանը գիտելիքների բանի տեսանկյունից հարցվիկը եղել է էկոնոմիկայի նախարար եւ բնապահպանության։ Հիմա այդ սիմբիոզը այդ ձեզ պատասխան Լուսինե հետո արդեն Շնորհակալություն ես հնարավորության համար։ Ես Վանաձորից եմ, արտադրող եմ։ Հարցս իհարկե Արինը հնչեցրեց, որ փոքր բիզնեսը հնարավորություն չունի լայն պետք, որովհետև սուպերմարկետների հետ ընթերներին առաջանում ավելացված արժեք իհարկե ֆարտազում ավելացված արժեքի հաշկ արդեն անցել է, բայց փոքր շրջանառությամբ, բայց հիմա էլ տեղ չունեն, բոլկաներում տեղ չունեն, այսինքն դա շատ լուրջ խնդիր է։ Երկրորդ հարցը, որ մենք չենք կարողանում տենդերների մասնակցել, ինչի, որովհետև տենդերները դա ամենացածր գինն է սահմանված, բայց այդ որ մենք լավ պրոդուկտ ենք արտադրում, իր ինքնարժեքը շատ բարձր է ստացվում, շատ չէ, բայց մյուս այդ ցածր ինչի համապատասխանում եւ նույնիսկ մենք ուղղակի արժեքով չենք կարողանում տենդերների մասնակցել, օրինակ մանկապարտեզների դեպքում, որ երեխաներին դա պետք է տալիս սնունդը, նոր նույն չափանիշներն են, որ ամենացածր գինին է մրցունակ։ Այսինքն նույնիսկ այդ թիրակը, որ երեխաներ են, նույն պայմաններն են, մենք տենդերներով միգուցե ինչ-որ կայունություն ենք ուզում ես համար ապահովել, ստաբիլություն, բայց հնարավորություն չունենք, որտեղ մեր ինքնարժեքը բավականին բարձր է։ Դուք չեք կարող մրցել գնով, բայց տեղական արտադրողների հետ թե չեք կարող մրցել, ես ինչի համար եմ ասում, օրինակ նույն մունիցիպալ իշխանությունը, իսկ մանկապարտեզները մունիցիպալ իշխանությունն են, իրենք հանգիստ կարող են տեղական ինչ-որ բաներ սահմանել, տեղական արտադրողին ինչ-որ արտոնություններ տալ, այդ հնարավորությունը տան։ Հիմա դրա համար ուզում հասկանամ ձեր բանը խնդիրը որն է։ Ընդհանուր Տենդերների տրամաբանությունը է, որով ամենացածր գինը տվեց Հայաստանում, ով ամենացածր Խելչափորոշիչ ոնցում ամենացածր գինը վար բերիզնա տալու եթե Լուսինենց դեպքում նաև սնունդը իրանք որակյալ բան են արտադրում ու այդ մանկապարտեզներին առաջարկ։ Նայեք, եվրոպացի այս հարցը ոնց են լուծում։ Շատ խորամանկ ձևով են լուծում։ Իրենք շուկան պաշտպանում են այս սննդի անվտանգության ինչ-որ ստանդարտները։ Այնպիսի բաներ են անում, որ ոչ ոք չի կարող սնունդներ մուծի Եվրոպայում, ավելի ճիշտ կարող են ներմուծել նա, ով իրենց հետ մի քանի տարի բանակցում է եւ ում արժեվ նաեւ քաղաքական որոշակի բաներ են անում, էլի դու լավ տարած թե լավ տարած ես Ռոսպատրեբնadzor մեր այդ ասած քայլում ես ճիշտ ուղղությամբ թե չես քայլում։ Հիմա ես հարցի խորությունը չգիտեմ, նայեք, կարող եմ հետևյալ խոստումը տալ։ Եթե հարցը համատարած է եւ այդ խնդրումը կա, ուրեմն պետք է լուծում տա։ Եթե հարցը sense եզակի հարց է, ինչ որ մինտեղ կա մենակ մի բիզնեսի հարցը, եթե պարոն Խաչատրյանը իր խոսքում ասաց, որ գնումներում տեղական արտադրողին պետք է բան տալ, առաջնահերթություն, ապա այդ կոնտեքստում է պարոն նախագահ։ Ես հասկացա, որ խոսքը միայն տեղական արտադրողի մասին է։ Խոսքը ոչ թե տեղականի ու ներմուծողի մասին է, խոսքը նաև տեղական արտադրության մեջ։ Այո, բայց նաև այդտեղ բաներ կան, գնումներ կան, որ պետքա միայն գնիով չառաջ, այսինքն էժան առաջնահերթություն չլինի, այլ բաներ լինի։ Կան, բայց ըստ էության հաղթումը, այսպես ասած, ով որ էժան զիբիլ է։ Շիրը որ փոքրս մենակ գինը չի լինի, որտեղ ին որակ հապետած որակը նաև աշխատակիցների օրինակ բանակի տենդերը գրում է Խաչի գյուղում 4 հոգանոց ինչ-որ մոտ արտադրամաս, որովհետև ինքը ազատված է ձեր ասած այդ արտադրություններից, ինքը կարողանում է դրանով եկեք իմ ասածը ձեզ մարտակին ներկայացնեմ, չասած
ներքին հանդում գրանցվեց Երևանում ասֆալտ տանես։ Ես որ ասացին տարածքային նախարարության տարածքում որ մենք հենց հարցն է որ մենք հասկանանք այդ նախընտրական ֆուլը կոնկրետ ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկի որ մենք քննարկենք հասկանանք արդյոք այդ ճիշտ է կամ սխալ է կամ դուք մեզ բացատրեք Սուրճի շուրջ ես ձեզ կխաչում հետևալը նարնջարկը իսկապես ինչ վերաբերում է սահմանամյաց շրջանների ամենից մեծ խնդիրը որ դուք մի բան սահմանես արտոնոսում Երևանից դեմ մի բան բաժին բացել երկու օքանոց այսա պիտի բացառը իրական ուսախտի բացառի ու սա այն դեպքն է որ վարչարությամբ միշտ կարող է այն թախծվեցել սա պրոբլեմ չեմ տեսնում բայց ձեր հարցը չափորոշիչներ ցույցում եւ նաեւ եղած անարտադրողին ինչ որ սեջի պլաստիկի ամենին անձանում ինչա պետք է բացառում եւ իրենք բացառումներ չեն գտնում ինչ վերաբերում է տեղական արտադրանքի ընդհանրապես իմպորտի փոխարինումը ինձ համար բան է բզիկ է այդ ժամանակ նախագահության ժամանակ որովհետեւ սա այն դեպքն է երբ որ այն ժամանակ շատ քիչ բան էին արտադրում ուղղակի ամեն ինչ անում էի տեղական արտադրանք խրախուսելու համար բայց ես հասկանում եմ դուք որ տեղական եք ասում նաեւ զուտ ներսում աշխարհագրական մարզային տեղական ասում մարզային տեղական եք դուք ասում Պրոդուկտները հենց գնում են լորձի մարզից հասկացա դա մունիցիպալի տենդերներ մունիցիպալն է որոշում թե ընդհանուր օրենք մունիցիպալը կարա որոշ բաներ գրի եթե ինքը կարող է անել ուրեմն տվյալ դեպքում տերի իշխանության հարցն է որովհետեւ այդ իշխանությունը ինչի չի խրախուսում իր մոտ այստեղ նաև Լուսինեն իր խոսքում ասեց Ալինը որ էլի հիշեց կհիշեք ես իմ բացման խոսքում էլ այդ օրինակը որ բերեցի այդ սուպերմարկետների այդ մրցակցությունը այդտեղ հիմա այս մեծ սուպերմարկետները որ տեղափոխվում են դեպի Գյումրի Վանաձոր համարյա թե իրանք գնում են իրանք գնորդ մատակարար շղթայով այդ էլ է սատկացնում էլ այդ մարզերում իսկ իրանք գնում են այնտեղ իրանք այսպես ասած կոլեկտիվ բաներով ու այնտեղ ինքը պարզապես չի կարա մրցի էլի նրանց հետ մենայից Նաուսին այդպես տեղական կանետներին փակում են որովհետեւ արդեն սուպերմարկետն է հասկանում նայեք իմ ժամանակ տես մեծ սուպերմարկետներ չկար այդ խնդրեմը չկար սուրճ չկար բայց ես գիտեմ որ դրանից հետո մոտարապես 10, 11, 12, 13 թվականների չէ առաջինը Star-ն էր 2005-ին որ կար այտենց առաջին 20-անկացավ Հա, բայց բանը այդ մեծ ծավալով որ սկսեցին ավելի շատ 9-ել չի 10, 11, 12 այդ թվականների սկսվեց ու գիտեմ որ այն ժամանակ խնդիր կար նույնիսկ ես sense ասեմ ես արդեն նախագահ չէի բայց մի բարեկամի հետո ինձ պատմեց այդ բան չի պատմել տարիներ անց ոչ հետ խոսացել են ինչ որ բաներ արտադրում այդ խոշոր ցանցերի դերերից մեկը ասել է բինամից քեզ կան փոխտամ արտադրությունը փակ ինքը մեծ գործարանից օրինի ժամանակ տեխնոլոգ էր աշխատում, գլխավոր տեխնոլոգ ու բաներ արել։ Արտադրություն էր դրել, իր գլուխը պահում էր, տունը պահում էր, ընտանիքը պահում էր։ Ու ես ասեմ, բարեխիղճ ձևով ինչ որ բավական երկար ժամանակ այդ ամենամիս այդ փողը տալիս էր, այդ մարդն տարիք առած իր բանը կապել է, ոնց որ թոշակ էր ստանում լավ։ Սա իհարկե անբարեխիղճ մրցակցությունը, բայց այդ մարդու իրականում չի ստիպել, բան չի արել, որ այն նայեզներ չի արել մանա։ Ինձ հետը պայմանավորվել է։ Բայց երկրի անվտանգության տեսանկյունից չէ, ես նախագահ չէի 12-13 թիմներ։ Ես հասկանում եմ այդ մասշտաբի մեծ լինելը ինչ որ մի չափ կա։ Այդ չափը ուրիշ կարգի հնարավորություններ է տալիս մրցակիցներին ճնշելու, մրցակիցներից հարից հանելու։ Եվ տվյալ դեպքում այո պետությունը այդ ֆունկցիան պետք է ունենա։ Չեմ կարող հիմա ասել կոնկրետ ինչ ձևով, բայց սա ավելի շատ տեսնում եմ եւ օրենսդրական եւ վարչական սահմանափակել է տաղել։ Շատ արագ ժողովուրդ որ երկու հարց տունենք Արտակ։ Բարեձեզ մեծ այգու նախագահ, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ 3 հարց շատ արագ, շատ կարճ ձևակերպեմ։ Առաջինը ինչ եք կարծում ձեր հսկա ահռելի փորձը ունենալով աշխատի արդյոք մեր պետությունում պրոգրեսիվ հարկման տարբերակ, գործող հարկման տարբերակի կողմնորդ, երկրորդ, եթե առաջի կետին նաև փորձեն ինչ-որ ձև կապել,
դրան զուգահեռ զարգանան ինչ-որ պրոտեկցիոնիզմի օրենքներ, ասենք թե օրենքներ, թե վարչարարական հնարավորություններ, որ տեղի զարգացումը եւ տեղական ապրանքը դուրս արտահանելու ուղղագիծը ճիշտ պահպանվի զուգահեռ հարկման սիստեմներին եւ երրորդը մի քիչ ավելի ուսումնական հատվածից փորձեմ բանանել միշտ անձամբ ես համոզված եմ եղել որ մենք ունենք ահռելի ուսումնական ռեսուրս Սփյուռքում կլինի դա կուսակցությունների դաշնակցության թե եւ այլ հնարավորությունների միջոցով եւ երիտասարդ ուսումնական ներուժը բերենք այստեղ փոքր եւ միջին բիզնեսների զարգացման բացը լրացնելու, որովհետեւ իմ մոտ միշտ տպավորություն է եղել, որ մենք ժամանակի խնդիր ունենք հաղթահարելու, որպեսզի հասնենք միջազգային մակարդակներին եւ կարողանանք կիրառենք այն կետերը, այն օրինակները Իտալիայի, Գերմանիայի, որը դուք մի փոքր առաջ մեզ ներկայացրեցիք, շնորհակալություն։ Ես մի քիչ լավ չհասկացա այդ պրոգրեսիվ համակարգ։ Եկամտային հարկ։ Եթե եկամտահարկը վերաբերյալ եք ասում, Եկամտային հարկ։ մեր մոտ պրոգրեսիվ համակարգ էր։ Այս ինչ այսօր կա, ինքը Համահարթ։ ժամանակին դա sense պոպուլիստական քայլեր արվեց ավելի շատ որոշ ոլորտներին sense բան անելու համար, սիրաշահելու համար IT, բանկային համակարգ, սա է։ Բայց իրականում նույն Եվրոպայում որ sense զգտում ենք չկա այսպես հարթեցված կալա չկա։ Ինքը սոցիալական տեսանկյունից ինքը արդար է։ Երևի ամենից սոցիալապես արդար պետությունները սկանդինավյան պետություններն են, որտեղ հարկերը հասնում են մինչև 60-70%։ Հայաստանի համար երևի դա ճիշտ մոդելը չի, ուղղակի բիզնեսը չի դիմանա, բարձ։ Զուտ եկամտահարկի տեսանկյունից մենք սա մեր ծրագրում չենք դրել, համարելով, որ սա լուրջ քննարկման անհրաժեշտություն ունի։ Ըստ մենք ունեցել ենք, հետո դրանից հեռացել ենք։ Բայց սոցիալական արդարության տեսանկյունից ով ավելի շատ է աշխատում, պետք է ավելի շատ հարկ տա, սա իմ մակի ներքին եմ ուզում։ Եվ ամբողջ աշխարհում է դա այդպես։ Մյուս հարցերով։ Մյուս հարցերը մի քիչ բան են։ Ես ուսումնական դրսի փորձն ու բան։ Ես արդեն այսօր մի քանի անգամ ակնարկարել եմ։ Եթե մի բան ուզում ես անել, առաջի հարցը պետք է դու ինքդ քեզ ուղղես, եթե դու պաշտոնյա ես կամ ինչ-որ առաջնորդության բան ունես, ձգտում ունես, պետք է ասես ես պիտի նոր բան հորինեմ, թե կա աշխարհում փորձ, որը կարող է կիրառել։ Առաջի հարցը դա պիտի լինի ղեկավարի համար։ Նոր հեծանիվ չդնել, նոր հեծանիվ չհորինել։ Եթե այդ աշխարհի փորձը ուսումնասիրում ես եւ տեսնում ես, որ քո տեղական այդ պայմաններին կարող ես ինչ-որ բան բարելավել, օքեյ, միշտ տենց ենք արել։ Բոլոր մեր ռեֆորմները այդպես են արել, ավելին ասեմ, հիմնականում նաև կիրառման տեսանկյունից եթե հնարավոր էր պիլոտային մի բան էինք դնում մի տարով, որ չմցնենք ամբողջ երկիրը այդ պիլոտայինի տակ, հետո սկսենք շտկել, պիլոտային մոդելով դնում էինք, մի տարի հետո արդեն շտկումներով բանը շատ մոտեցումը սա պիտի լինի, սա նորմալ մոտեցումը, ժողովուրդ, նորմալ մոտեցում սա է։ Շատ արագ, եթե դեմ չեք Կարեն ջան։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է փնածի արդյունավետության բարձրացումը եւ նշեց մի հատ թիվ 10.9 դե իշքա, բացառ նայում եմ այդ թիվը մեր աշխատողի մեր ժամվա արդյունավետությունն է, դա պիտի արդյունք ստեղծի համահար ներքին արդյունքի մեջ։ Ես ուզում եմ իմանալ ձեր համար որն է կարևորը, փնածների թիվը, իրենց աշխատակիցների թիվը, որը իրականում հենց հարմար բազա է դառնում եւ արդյունք է ստեղծում, թե ինչ որպես վիրտուալ ցուցանիշ, որը ընդհանրացված ցուցանիշ է, փոքր միջի մեծ բոլորի խառնած իրար մի հատ միջինացված թիվ ասեց, այդքան եկամուտ պիտի ապահովի, այդքան արդյունք պիտի ապահովի։ Դա բան է, այդ ֆորմալիզմի sense փայլուն օրինակ է, չգիտեմ, կամ մարդ ուզում երեխենում ցույց տա, կամ չգիտեմ, կամ ուղիղ հարցից փախնելու պատասխանից sense ու հարցից փախնելու բանը տարբերակ է։ Ինձ համար մեկ բան կա։ Օրինակ, հունվարի 1-ին ունեցել եմ այս արդյունքը, դեկտեմբերի 31-ին սա է։ Աճելա թե չի աճ։
Ընդհանրապես քանակ։ Եթե փակվում են, ուրեմն խնդրեմ կա։ Մի հատ հասկաց խի են փակվում, որը ինչ որ բան խանգարում է։ Իսկ բնության մեջ ընդհանրապես ասած էվոլյուցիայի բանի տեսանկյունից տեսակը բազմանում է, եթե կերը շատ է, ամեն ինչ լավ է, վտանգները քիչ են կրակում, կողքից գիշատը չի ուտում եւ այլն։ Ամենից բնական ցուցանիշը դա է։ Եթե քո վիճակագրությունով դու տեսնում ես, որ տվյալ ուղղությունը նորմալ զարգանում է, աճում է, ուրեմն նորմալ է վիճակը։ Հենց զգացիր, որ մի բան անկման մեջ է, ուրեմն խնդրեմ կա։ Հիմա այդ խնդրեմը բնական է, թե այդ խնդրեմը արհեստական է։ Արդեն ախտորոշումը դու պիտի անես։ Ուրիշ բան ես չեմ տեսնում։ Ես ուզում եմ որպես ամփոփման խոսք էլի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որտեվ 2 ժամից ավել դուք համբերատար լսեցիք ու արձագանքեցիք, մենք Այս ելք ունեի ունեիք առնվազն նարավակարգային կարող ենք ասել, չէ, անկեղծ եմ ասում, որովհետև ստացվեց տենց հանգիստ adekvat խոսակցություն, որին մենք ձգտում ենք ու ուզում ենք լսենք, հուսով եմ շատ հարցեր, որոնք համաձայները ովքեր ներկա չէին, այստեղ ասել էին այդ հարցերը հնչեցվեց նաև։ Մի կարճ արձագանք եկամտային հարկի հետ, որ ասում եք ուզում ենք մեր ծրագրում դնենք, ես առաջարկում եմ դնեք այդ ծրագրում եկամտային հարկի այն մասը, որը պարոն Մինասյանի հետ ի պաշտոն է կռիվ են գարել, դա առնվազն մինչև 200,000 աշխատավարձ ստացողների նկատմամբ այդ նույն ձեր ասած եվրոպական մոդելի արդարությունը խախտված է, դա պետք է ունենան չհարկվող շեմ։ Այսինքն մինչև 200,000 աշխատավարձ ստացողի իր առնվազն սպառողական զամբյուղի մասը չպետք է հարկես, դա մարդու ապրելու իրավունքն է։ Դա այս մի քանի տարի է մեր երկրում հանվել է դա, գոնե դա հաստատ կարող եք դնել եւ դա որ ասում են նվազագույն բանն է, որ եվրոպական դիրեկտիվաներով դա ընդունված է։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, ժամանակ գտաք եկաք, ձեզ հաջողություններ եմ մարդուն ձեզ եւ ձեր թիմին ընտրական process-ներում, որի արդյունքներից կախված արդեն կտեսնենք իր ձևաչափով ընտրություններից հետո այլի կհանդիպենք։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար, ընդհանրապես նման կարգի հանդիպումների ժամանակ մի բանը դու ես սովորում միշտ։ Օրինակ ինձ համար, ասենց դու ինչ-որ բաներ էիք հիշեցնում, գիտեք մարդու հիշողության մեջ ինչ-որ թեմաներ կա, որ թվում է թե արդեն չես հիշում, բայց ինչ-որ ասոցիատիվ հիշողությունը բերում է, հենց թեման հիշեցնում են, դրա շուրջը քննարկում ագնով սկսում են ինչ-որ բաներ հիշել։ Հետաքրքիր է, ինձ համար հետաքրքիր էր, ձեզ բոլորիդ հաջողություն ձեր բիզնեսներում եւ մենք էլ այնպես անենք, որ այն ցուցանիշը, որի մասին ես վերջում ասացի, որ վիճակը պետք է բարելավի եւ սա ամենից լավ, ասենք են ջերմաստիճանը չափելու ձևն է, թե վիճակը ինչպեսին է, որ բոլորիդ մոտ հաջողություն ունենանք եւ տարբեր, այսպես ասենք, խոչընդոտների հետ հնարավորինս քիչ բախվեք։ Ձեզ համար սա այլևս ամենից բանը կարևոր հարցն է, չէ՞ որ խանգարող չլինի։ Ընդհանրապես իմ մոտեցումը հետևյալն է եղել միշտ։ Առաջինը չխանգարել, երկրորդը մի հատ մտածի ինչով կարող ես օգնել։ Ես պետության համար, պետական համակարգի համար երևի ամենից լավ կարգախոսը դա է։ Չխանգարել, կարող ես օգնել, ոչ չխանգարել։ Եվ շնորհակալություն ձեզ։ Ես շնորհակալ եմ։